Հնարավոր է ընդհանրապես հարցազրույցի ժամանակ բացահայտել մարդուն։ Նախ արի ֆիքսենք, որ պապայի մամայի հետ հարցազրույցի չենք գնում։ Իսկ ո՞նց է այս մարդը հասել ստեղ։ Կարևոր է, որ մարդ կարող է նույնիսկ մի փոքր բան սրտով չլինի, պարզապես ասի հաջողություն։ Oh my god։ Իդեալական տեխնատուն այն մարդն է, ով ուզում է քո մոտ աշխատել։ Ճիշտ են այդ թվերը, որ բոլոր տեղերում բարդություններ են աշխատակիցներ գտնելու հարցով ու մարդիկ չեն ուզում աշխատել։ Ինչ է պատահել այն աշխատողի հետ, ով դուրս էր եկել մինչևին։ Ինչպես սիրուն հեռանալ։ Զանգահարել էինք հարցազրույցի կանչելու եւ երկար ժամանակ իրենից լուրջ չկար, հետո հետ զանգահարեց, ասեց, որ հենց այդ պահին ինքը երեխա էր ունենում։ Երջանկությունից մինչև պրոֆեսիոնալ այրում ընդամենը մի քայլ է պակասում։ Երբ դու զգում ես, որ արդեն թագդ մեծացել է, գնա աման լվա։ Հայաստանը շատ փոքր է նագլի Եվ լինելու Հայաստանը համար։ ահավոր փոքր է նագլի լինելու համար։ Լավ, մենք դե բնական է մեր ավանդական ողջույնի խոսքը այլևս չենք ասելու եւ այսպիսով այսօրվա իմ հյուրն է Մարիաննա Էդիլյանը։ Ողջույն Մարիաննա։ Ողջույն Դավիթ ջան։ Ողջույն։ Մենք երկար ենք զրուցել մինչև մեր բուն զրույցին անցնելը եւ տեսախցիկների միանալը։ Ես ուզում եմ քեզ մի քանի կարևոր հարցեր, առանցքային հարցեր այսօր քննարկել եւ առաջինը ուզում եմ սկսենք նրանից, թե որպես մռը մասնագետ, հա, մի վարքյան, կարևոր հարց, մինչև սկսելը մենք պետք է խոսենք դույով, թե դուքով։ Մենք խոսում ենք դույով։ Դույով, օքեյ։ Դե մենք ընկերներ ենք, ես ոնց հասկացաք, իմ ընկերներին եմ այն հրավիրում։ Լավ։ Երբ ես վերջին անգամ աշխատանքի ընդունման հարցազրույց անցկացրել։ Երևի մի 2 շաբաթ առաջ։ Հա, այսպես ասեմ, ես հիմա ներգրաված չեմ հիմնական process-ի մեջ հավաքագրման, բայց բարբերաբար ասում եմ, որպեսզի չկորցնենք այդ հավես ջիղը ու հետաքրքրությունը, անցկացնում եմ իմ երեխեքին եմ օգնում, իմ թիմին եմ օգնում, միշտ իրենց ասում եմ, որ եթե կարիքը կա, ինչ-որ մի բան չեք հասցնում կամ ինչ-որ մի հարցազրույց է, որ անպայման կուզենաք ես էլ ներգրաված լինեմ, այնպես որ ժամանակ առ ժամանակ այս գործընթացը իմ ուշադրության կենտրոնում է, ճիշտն ասած, որովհետև հավաքագրումը կարևորագույն առանցքային ռազմավարական նշանակություն ունեցող կետերից է իջարի մեջ, այնպես որ իհարկե պահում եմ ուշադրության կենտրոնում։ Դուք ունեք ինչ-որ տենց իդեալական տեխնացուի պերսոնա կազմած, որ ըստ դրա որոշում եք, որ հարցերը պիտի տաք, որ գտնեք իր մեջ այդ հատկանիշները։ Նախ ֆիքսենք, որ իդեալական չենք ոչ մեկս ու հնարավոր չի, այդ այսպես շատ փիլիսոփայական երևույթ է իդեալական տեխնացու, հիմա նույն ձևի կարող ենք ասենք իդեալական գործատու տեխնացուների աչքերով, բայց եթե նայենք մի քիչ ավելի, ոնց ասեմ, պրակտիկ տեսակետից, նախ յուրաքանչյուր հաստիկ, յուրաքանչյուր պաշտոն ունի իր հստակ հարցաշարի ոնց որ ցուցակը, որն է ստու տալիս, որպեսզի ճշտես ոչ թե ստուգես, այլ բացահայտես տվյալ տեխնացուի կոշտ հմտությունները, այսպես ասած, արդյոք ինքը կարող է տվյալ աշխատանքում աշխատել։ Այդ մի կողմի կտորն է, մյուսը ստուգում ես փափուկ հմտությունները, տվյալ տեխնացուի, այսինքն հաղորդակցություն, ստրեսակայունություն, ոնց ինչ եւ այլն եւ այլն։ Հիմա եթե գնանք իդեալական տեխնացուն այն մարդն է, ով ուզում է քո մոտ աշխատել։ Սկսենք այդտեղից, երևի այդքանով էլ ավարտենք, որտեվ եթե հիմա գնանք շատ խորը փիլիսոփայենք եւ ուղեղի հմտությունները նայենք ուզենալն ինչ է, այսինքն եթե կա հստակ նպատակ, ուղղվածություն, դրված թիրախ, թե ինչի ես դու ուզում տվյալ ընկերությունում աշխատել, տվյալ հաստիկում աշխատել, ուրեմն գտել ես քո իդեալական տեխնացուին, ով պատրաստ է գալ, միանալ, իր ներուժը տալ քեզ, քո ընկերությանը, դառնալ ընկերության մի մաս, օգուտ տալ եւ օգուտ ստանալ։ Իմ համար այդ two-way street, հա, երկկողմանի ճանապարհ է, ցանկացած հարցազրույց է երկկողմանի ճանապարհ, ժամանակները փոխվել են, հիմա ավելի քան երբևէ ընտրում է տեխնացուն, պիտի ուշադիր լինես այդ մասով, որպես գործատու ճիշտ ներկայանաս, տեխնացուն շատ ուշադիր է հիմա եւ ես ահավոր ուրախ եմ այդ հարցով, որ տեխնացուները հիմա շատ լավ գիտեն ինչը նայեն, ոնց նայեն, ինչ են ուզում,
դա իմ համար կարևոր է, որ մարդ կարող է նույնիսկ մի փոքր բան սրտով չլինի, պարզապես ասի հաջողություն։ Ես իմ կյանքը այստեղ չեմ անցկացնում։ Այնպես որ իդեալական տեխնացուն, եթե սամափանենք լույս վառի աչքերում, ունենա այն մոտիվացիան, ինչի է ուզում աշխատել եւ ինչի է հենց ուզում աշխատել մեզ մոտ։ Իրականում Դավիթ, ասեմ, դա շատ ծեծված հարց է, տեխնացուների մեծ մասը այդ հարցը չեն սիրում։ Ինչու եք ուզում հենց աշխատել մեզ մոտ, որտեվ ինչի չեն սիրում, բացատրեմ, որտեվ այդ հարցի շուրջ միշտ կարելի է հորինել 20,000 բան կամ ասել մի բան, որը ուզում է գործատուն։ Հորինել ոչ թե սուտ ասելու, այլ ծեծված մի քանի նախադասություն ասել, որ գործատուն ուզում է լսել, հա, լավագույն գործատուն եք, չգիտեմ ինչ եք եւ այլն, բոլորս հասկանում ենք այդ խաղի պահը։ Ես ուզում եի ասել։ Բոլորը հասկանում են։ Բայց եւ այնպես ցանկացած գործատու երբ անցկացնում է հավաքագրման process, իրոք ուզում է parzել արդյոք տեխնացուն ուզում է իր մենց մոտ աշխատել եւ արդյոք այդ տեխնացուն է, որ պիտի կազմի ճիշտ այն puzzle-ի պես, հա, մտնի այն ճիշտ պատկերի մեջ, որ ստեղծվի ընկերության պատկերը համալրվի, դառնա ամբողջական։ Իսկ հնարավոր է ընդհանրապես հարցազրույցի ժամանակ բացահայտել մարդուն։ Իհարկե։ Հարցազրույցը որքան պետք է տևի։ Չկա այդպիսի բան, որովհետև կարող է տևել շատ կարճ, ասենք 5-10 րոպե, որը որ նշանակում է ինչ-որ բան են, չէ, որովհետև 5-10 րոպեն իրոք շատ քիչ է, նշանակում է, որ կամ ի սկզբանե շատ արագ հավաքագրման մասնագետը, որը ես խորհուրդ չեմ տալիս երբեք, հասկացել է, որ չի համապատասխանում, կամ տեխնացուն այնքան արագ է փակվում հարցազրույցի ժամանակ, որ այլևս հարց տալու իմաստ չկա, չնայած նորից ասեմ, այստեղ հավաքագրման մասնագետի պրոֆեսիոնալիզմն է շատ կարևոր, որ կարողանա բացի տեխնացուին եւ տա այն հարցերը, որ պետք է տաս։ Կարող է շատ ստրեսի մեջ լինել տեխնացուն, եղել են դեպքեր, որ օրինակ ավարտել եմ հարցազրույցը, ասել եմ ուզում եք մի 5 րոպե հանգստանաք, մի հատ շնչեք, արտաշնչեք, նորից շարունակենք։ Եղել է, որ շարունակել ենք ոչ թե այդ օրը, այլ ինչ որ այլ օր։ Եթե վերադառնամ հարցին, ինքը կարող է տևել ասենք միջինում մի կես ժամից 20 րոպե 30 րոպեից մինչև օրինակ ժամուկես 2, եթե տեխնացուն կամ ղեկավար հաստիկի համար է դիտարկվում կամ շատ էքսպերտային պաշտոն է, որ օրինակ, չգիտեմ, տեխնիկական ոլորտի, IT ոլորտի, բայց ասեմ, օրինակ բերեմ, եթե HR-ում երբ մենք փնտրում էինք տրեյնինգի մասնագետ, օրինակ այդ տեխնացուն պիտի նաև աներ պրեզենտացիա, այսինքն պատրաստեր որևէ պրեզենտացիա, որևէ տրեյնինգ առումով եւ մեզ ցույց տար, օրինակ, կամ ֆինանսական անալիտիկ ինքը պիտի ինչ-որ վերլուծություն անի։ Արդեն պարզ է, որ հարցազրույցը կարող է տևել ոչ մեկ փուլ, մի քանի փուլ գնա եւ տևի ավելի երկար։ Միջինը սովորական այդ ընթացիկ հարցազրույցները, որ ընկերությունները անում են front line-ի համար, այսպես ասած, երևի 20 րոպե կեժամ, եթե չկա այլ բաներ, հա, եթե ինչ-որ այլ թեստեր։ Իսկ ավելի ներսի Ներսը նորից գոնե մի 15-20 րոպե, եթե ոչ կեժամ կտևի, որովհետև ներսի տեխնացուների հետ պիտի լինես ավելի ուշադիր, առավել ուշադիր, մարդիկ HR-ից ավելի են պահանջում եւ ակնկալում հետադարձ կապ, եթե դու դրսի տեխնացուին կարող ես մի թեթև ասել, որ օրինակ չեք համապատասխանել կամ պարզապես մենք ձեզ չենք ընտրել, ներսի տեխնացուն ավելի պահանջկոտ է, որը ահա որ ինձ ուրախացնում է այն իմաստով, որ ուրախանում են, որ մարդիկ իրոք ուզում էին այդ հաստիկին դիմել, իրոք ժամանակ են ծախսել, մտածել են, չգիտեմ, ընթացակարգեր են կարդացել, կարգերին են ծանոթացել, process-ը գիտեն եւ ակնկալում են, որ իրենց տաս նորմալ հետադարձ կապ, էլի։ Ժամանակին է այստեղ կարևոր առանցքային այդ բանալի ключевой կտորը դա այնա, որ ժամանակին տաս եւ տաս ամբողջական հետադարձ կապ։ Լինում է, որ մրցակիցները ուղարկեն իրենց ներքին շպիոններին, որպեսզի հետախուզեն ու տեսնեն ինչ է կատարվում ներսում, ներքին հաստիկներում։ Հնարավոր է, Դավիթ ջան, այդպիսի բան իրոք չեմ բռնացրել։ Ժամանակին, երբ աշխատում էի Star-ում,
հետո Carrefour-ում, այ Carrefour-ում դա շատ էր նկատվում։ Մենք հստակ գիտեինք, որ մրցակիցը ուղարկում է տեխնացուներին մեզ մոտ, որպեսզի հասկանա ինչ է կատարվում եւ հարցազրույցների ժամանակ եւ ուղակի, հա, այդ մասով։ Հետո արդեն բանկային եւ տելեկոմ ոլորտում անկեղծ չեմ նկատել, գուցե եղել է, ուղակի եղել է ավելի այսպես այն ճիշտ թաքնված կամ ճիշտ նուրբ, որ չենք իմացել, հա, կամ մենք էլ ինքս էլ այդքան չեմ անում, քանի որ ոչ թե այդքան, այլ ես էլ չեմ անում, բացատրեմ ինչու, որտեվ եթե քեզ պետք է ինֆորմացիա, միշտ ունես աշխատողներ, ովքեր որ քո մոտ աշխատում են այլ ընկերություններից ու օրինակ մենք հիմա հարցում արեցինք մեր աշխատողներին, ովքեր մեզ միացել էին վերջին 1 տարում, հա, նույնը արել եմ եւ բանկում, նույնը արել ենք եւ այստեղ Viva-ում, հարցնենք թե օրինակ ինչ արտոնություններ կան այլ ընկերություններում, ինչ կուզենայիք նաեւ լիներ մեզ մոտ, վատ բան չի, դա այնպես չի, որ կոնֆիդենցիալ ինֆորմացիա է, այդ արտոնությունները հիմնականում կան, շուկայում իրենց մասին խոսվում է, դու շատ հանգիստ, եթե քեզ պետք է որևէ տեղեկություն, դու այդ տեղեկությունը կստանաս, դրա համար պետք չի շպիոն ուղարկես։ Ну, ուզում ասեմ տեխնիկական տենց պաշտոններ չկան, որոնք ենթադրում են ինչ-որ գաղտնիքներ, ինչ-որ տեղեկության իմացություն, ու այդ մարդիկ, որ գալիս են ընդունվելու, իրենց մի քանի փուլ են անցկացնում։ Շատ այդպես խորը կոնֆիդենցիալ եւ տեխնիկական հաստիկներ անցկացնելիս իհարկե ուշադիր ենք թե ում ենք կանչում եւ իրենց ինչ ենք ասում, քանի որ հարցազրույցը հիմնականում տվյալ տեխնացուի մասին է։ Այսինքն եթե հանկարծ տեխնացուն սկսի հարցնել շատ խորը հարցեր ընկերության մասին, ակնհայտ է որ մի բան այն չէ։ Նման բան իրոք չի եղել իմ պրակտիկայում, իսկ հետագայում էլ արդեն դե Իսկ թվա չի տա տենց հարցեր հարցազրույցի ժամանակ։ Չի տա, իհարկե չի։ Նենց շատ գրագետ կընդունվի, կհասնի արդեն բուն աթոռին, Այն նման դեպք չենք ունեցել, որ որևէ մեկը իմ կարիերայում ամեն դեպքում չի եղել, որ ինչ որ մեկը ընդունվի, ինչ որ երկար աշխատի, ինչ որ ինֆորմացիա հետո դուրս տա։ Դրսում երևի ավելի շատ են նման Կարող է, գուցե ճիշտ է, դրսի համար ավելի ընդունելի է, քան օրինակ մեզ մոտ, էլի։ Էկոստեպը արևային պանելների մասին չէ, այլ ֆինանսական արդյունավետության։ Այստեղ տեղադրված է Հայաստանի տանիքային ամենախոշոր արևային կայանը, ընդհանուր 2.5 մեգավատ հզորությամբ։ Այն ամեն ամիս խնայում է այս գործարանի համար ավելի քան 150 միլիոն դրամ, եւ դա անշուշտ ֆինանսական արդյունավետության մասին է։ Դե ինչ կանաչ քայլ կատարելու հերթը ձերն է։ Իսկ Homodeus պրոմոկոդով արևային կայան տեղադրելու դեպքում կստանաք հատուկ քեշբեք, որը ի դեպ փոքր թիվ չէ։ Մանրամասների համար զանգահարեք 8124 կարճ համարին եւ ձեզ ամեն ինչ կպատմեն կամ թողեք զանգի պատվեր Ecostep AM կայքում։ Հանդիպենք։ Իսկ կան հարցազրույցի ներկայանալու ինչ որ ձևեր կամ քայլեր, որոնք մարդիկ անում են հարցազրույցի ներկայանալուց, որոնք ի սկզբանե նշան են, որ այս մարդը մեր մոտ դժվար աշխատի։ Օրինակ բերեմ։ Աղջիկը օրինակ գալիս է հարցազրույցի 3 եղբայրների եւ իր ամուսնու հետ։ Ու այնտեղ ամուսինը հսկում են իրան այդ պայն, կամ պապայի հետ է գալիս, կամ մամայի հետ է գալիս։ Իհարկե այդտեղ միանշանակ չի ոչինչ։ Ես ուզում եմ ի սկզբանե ասենց ֆիքսենք, որ եթե մարդը իր պապայի հետ գնում է հարցազրույցի, դա դեռ չի նշանակում, որ ինքը այտենց պապայից կախում ունի կամ պապան է որոշում ինքը ընդունվի թե չընդունվի, ասենց բաներ կան, էլի կանխակալ մոտեցումներ, բայց համոզված եմ տենց բաները դժվար այդքան մեծ ազդեցություն ունեն։ Իսկ կան բաներ, որոնք դու ես ուշադրություն դարձնում։ Չէ, նախ եկեք արի մի քանի բան ֆիքսենք։ Հա։ Նախ արի ֆիքսենք, որ պապայի մամայի հետ հարցազրույցի չենք գնում, իսկ տենց դեպքեր եղել են, փորձեր են եղել, այսինքն մարդը եկել է, տեխնացուն եկել է ծնողի հետ, խանդոտ երիտասարդ ամուսնու հետ կամ ոչ երիտասարդ ամուսնու հետ, էական չէ, այստեղ արդեն տարիքը եղբոր հետ ունեցել ենք նման դեպքեր, ես իմ կարիերայում նման դեպքեր շատ եմ ունեցել, նու շատ չէ, այդպես չասեմ, բայց եղել են հաճախակի ցանկացած ընկերությունում, որտեղ որ աշխատել եմ, ուղղակի տվյալ պահը պետք է դադարը եւ ստոպը տրվի հենց այդ պահին, այսինքն բացատրվի, որ օքեյ, եթե դուք եկել եք ձեր երեխայի հետ հարցազրույցի, դա ձեր իրավունքն է, սպասեք դրսում, ամեն դեպքում հարցազրույցին
չեք կարող ներկա լինել։ Հենց երեք հետաքրքիր է, որ այդպես է, չէ՞, կոսմոսին, որ սկսում ես ուղարկել, ինչի շուրջ ես դու խոսելու, երեք ինձ հենց գալիս է մի հատ պատմություն, ամերիկյան պատմություն էր, որ հայրը գնացել է հարցազրույցի հերիք չէ, պնդել է, որ իրեն թողնեն ինքը մտնի հարցազրույցի ու շատ երկար պատմել է իր տղայի լավ լինելու մասին, այսինքն ես չգիտեմ, նո երևի դա Ամերիկայում հնարավոր է, որ թույլ տան, ամեն դեպքում Հայաստանում հաստատ ինչ որ պահի կկասեցնենք, էլի կբացատրենք, որ հարցազրույցի դուք ներկա լինել չեք կարող։ Իհարկե, եթե, չգիտեմ, անչափահաս, այսինքն 16 տարեկան, երբ որ ծնողներից մեկը պիտի թույլտվություն տա, բայց այն որ չէ, էլի, ամեն դեպքում կարծում եմ, որ ծնողը այդտեղ պիտի ներկա չլինի։ Ասեմ նաև ես երբ որ խոսում եմ ուսանողների հետ միշտ ասում եմ որ ուշադիր եղեք որ ձեր հեռախոսին է դուք պատասխանեք մենք ունենք դեպքեր երբ որ հեռախոսնել են վերցնում ուրիշը օրինակ այդ մեր շատ հավես պատմությունը որ ուրախացել էինք բոլորս որ կինը հեռախոսը վերցրել էր ասեց որ ամուսինը լողանում է հիմա կմոտենա հեռախոսին կամ մայրը վերցրել էր ասել էր որ աղջիկը իջել է ներքև հիմա խանութ եմ ուղարկի շատ մանրամասն պատմեց որ ինքը խանութ է ուղարկի ինչ պիտի առնի ցուցակը բանը to buy ցուցակը հա այսպես ասած նման պատմություններ ունենք բայց իրոք պիտի բոլորս հասկանանք որ հարցազրույցը դա ուղղակի խաղ չի հարցազրույցը ինչ է նշանակում այ երբ որ բոլորը հասկանան թե հարցազրույցը ինչ է նշանակում գնում ես հարցազրույցի որ կառուցես քո ապագան ունենաս քո երազանքի աշխատանքը կայունանաս ֆինանսական կայունություն ունենաս արդեն այդ կողքի ով ինչ կգա եւ ինչ կանի դա արդեն հարցի մյուս կողմն է նու մյուս վառվող կետերից ուշանալն է հատկապես ուշանալը եւ չզգուշացնելը հետաքրքիր լույս է վառվում երբ տեխնացուն շատ շուտ է գալիս օրինակ մի ժամ շուտ կգա կզանգի ու կասի որ եկել եմ օքեյ շատ լավ շնորհակալություն ինքը կա կանոններ որ օրինակ 10-15 րոպեից շուտ պետք չի գալ եթե ավելի շուտ եկեք միտեղ կարելի է սպասել հանգիստ շնչել արտաշնչել մինչև ժամդ կգա կմոտենաս ուշանալ իհարկե կարող են լինել դեպքեր որ կլինեն օրինակ ասենք չգիտեմ ֆորս մաժորի դեպք է այն կովիդի ժամանակ կարող առավոտյան արթնանայր կովիդ լինեիր դե հիմա ոնց եմ գալու կամ եւ այլն ընդհանրապես պետք է զգուշացնել անպայման ունենալ այ երբ որ զանգահարում են հարցազրույց կանչելու միշտ բերում եմ օրինակը մեր հայտնի կինոյի կարողա պատահի մեզ հետևում են այդ պահը պիտի բոլորս ֆիքսենք որ մեզ հետևում են ձայնը եւ ժպիտը ձայնում լսելի է միանշանակ հիմա որ աչքերդ փակես դու կհասկանաս ես ժպիտով եմ խոսում թե առանց ժպիտի որովհետեւ այ ձայնը թե ոնց ենք մենք խոսում ինչքան ջերմությամբ ենք խոսում, ինչքան ավելի պատրաստակամությամբ ենք խոսում, ինչքան թե ասում ենք վայ հա դուք եք որ ընկերություններ, վայ մի րոպե ժամանակ չեմ, հələ մի րոպե սուս մնացեք, այդ խառը վիճակը, դրա համար եթե դիմում ենք հարցազրույցի, արդեն դիմում ենք աշխատանքի ու հասկանում ենք, որ մեզ կարող է կանչեն հարցազրույցի, պիտի հոգեպես նաև պատրաստ լինենք, որ նորմալ պատասխանենք զանգի։ Նորից նշեմ, դեպքերը տարբեր են։ Դուք իրոք կարող է լինել տեխնացուն, իրոք կարող է լինել խառը, հարմար պահի չլինել։ Ընդհանրապես պետք է գործատուի ներկայացուցիչին ասել, որ ներեցեք կարող եք 10 րոպեից զանգահարել կամ ներեցեք կարող եք, չգիտեմ, այս պահին հարմար չի խոսել կամ լավ չի լսվում, տեղս փոխեմ, խնդրում եմ, այսինքն ամեն ինչ հնարավոր է, բացի անդաստիարակ արտահայտություններից կամ ոչ հետաքրքրված։ Այդ դեպքում արդեն էլի ձեր սահմանադրական իրավունքն է։ Միայն ստացվում է թե էլի իմաստավորներ է ամեն ինչի, հա։ Կներեք հիմա սեղանի շուրջ ենք հաց ենք ուտում խմում ենք հիմա իմ կենացն են խմում հեսա ավարտեմ ու կզանգեմ Գիտեք մի հատ շատ հավես պատմություն ունենք որը ահավոր սիրով եմ հիշում սպասում եմ երբ է այդ աղջիկը մեզ մոտ գալու հարցազրույցի որտեվ արդեն սա էլ այն մյուս կողմն է որ համ անկեղծացավ ճիշտ պատմությունը պատմեց բայց համ է շատ ջերմ պատմություն էր զանգահարել էինք հարցազրույցի կանչելու տեխնացուներից մեկին, հետո երկար ժամանակ պատմել եմ նույնիսկ պատմությունը, կարծեմ LinkedIn-ում, եւ երկար ժամանակ իրենից լուրջ չկար, հետո հետ զանգահարեց, ասեց, որ հենց այդ պահին ինքը երեխա էր ունենում, սպասեց ծննդաբերեց, հիմա այդ է զանգահարում, մեզ ասում է, որ շատ հետաքրքրված է մեր ընկերության, մենք է որոշել ենք, որ հենց որ արդեն
կարողանա վերադառնալ աշխատանքի, մեզ լուր կտա։ Հետաքրքիր պատմություն, ամեն դեպքում ջերմ պատմություն է այնքանով, որ մարդը չեմ պատկերացնում, օրինակ ես որ երեխային ունեցա, չեմ պատկերացնում, որ այդ բանին ես կհիշեի որևէ գործատուին ճիշտն ասած, այնպես որ իմ համար այսպես հարգեցի ես այդ մարդուն ավելի, որ մի հատ էլ հələ հիշել է մեզ երեխան ունենալուց հետո։ Ամեն դեպքում հարցը հետևյալն է, եթե մի քիչ այդ ուտրիրովկայից դուրս գանք, որքանով ես դու հետաքրքրված տվյալ աշխատանք ունենալու եւ տվյալ գործատուի մոտ աշխատելու։ Հետո արդեն ասում եմ, երբ որ ունես, չես ուզում գտնում ես 20,000 հատ պատճառ, իսկ երբ որ ուզում ես գտնում ես էլի 20,000 հատ նպատակ այդ ամեն ինչը անելու համար։ Իդեպ մարդիկ շատ տարբեր ձևով են դա մեկնաբանում։ Օրինակ ես մարդ գիտեմ, տեխնացուն իրեն դիմել էր 2 անգամ, թե 3։ Ինքը ասում էր, որ անճարա ուրիշ տեղ չի կարողանում գնա, դրա համար է մեզ 3 անգամ դիմում։ Ես էլ ասում եմ, չէ, մի րոպե, ուրեմն ինքը շատ հետաքրքրված է մեր մոտ աշխատելով ու ամենայն հավանականությամբ, որ եկավ նվիրված ու երկար կաշխատի։ Տարբեր ձևով, բայց ինքն էլ կարող է ճիշտ լինել։ Շատ հետաքրքիր պահ ես բարձրացնում, Դավիթ, որովհետև պետք է ամեն ինչ անես չափի մեջ։ Նայ, մենք ունես դեպքեր, երբ որ տեխնացուն քեզ գրում է 100 կանալով եւ գրում է մի քանի հոգու։ Կա դեպքեր, որ նամակ կարող է ուղղել ընկերությանը, որ ես օրինակ ուղարկել եմ իմ ռեզումեն, իսկ իմ հետ չեն կապվում, այսինքն փորձես ճնշես այդ պահը։ Տվյալ տեխնացուից կարող է ընկերությունը զգուշանալ, որովհետև արդեն երբ որ դու անցնում ես այդ կտորը արդեն չափի եւ օրինակ ես խոսում եմ 30-20 այսպես 20-30 մեսիջի մասին, ես խոսում եմ օֆիցիալ նամակների մասին, մի փոքր արդեն զգուշանալու հարց է։ Այն դեպքում, երբ որ եւ ստացել ես հետադարձ կապ, որովհետեւ հիմնականում մեծ ընկերությունները եւ մեր նման մեծ ընկերություններ այդ թվում մենք ուղարկում ենք հետադարձ նամակ, որ ձեր ռեզումեն ստացել ենք։ Այսինքն մարդը վստահ է, որ իր ռեզումեն տեղ է հասել։ Հիմա եթե չենք կանչում, ուրեմն կամ համապատասխան հաստիկ չունենք, կամ այս պահին չենք դիտարկում։ Okay է գրել, okay է ասել, որ ես հետաքրքրված եմ, նշել, բայց երբ որ դա արդեն անցնում է մի չափը, ուղղակի պիտի տեխնացուն պատկերացնի, որ կզգուշանա։ Գալ անվտանգությունով ասենց մի քիչ անհանգիստ, հա, բանով ռեզումով ես ճիշտ ասած ուղարկել էի, դուք ինձ այդ արդեն մի քիչ պատասխանեցիք, ես բերել եմ։ Զգուշանալու։ Եղել է ինձ, տեսել եմ, որ բերում են օֆիսի դուրսեցում են։ Այո։ Այսինքն այդ պահն եմ ես ասում, որ մի քիչ պիտի մի հատ թողնես շնչի գործատուն, մի քիչ ուրիշ ձևով գրես նամակդ, որ գիտեք արդեն 5-րդ անգամ եմ ուղարկում, ոչ թե որովհետև ուզում եմ ձեզ անհանգստացնեմ, այլ իրոք ուզում եմ աշխատեմ ձեր մոտ, ինչու։ Այսինքն մի քիչ փոխես, հա, այս նույն բանն է, որ մի բանը 10 անգամ ես ասում, մարդը ասում է չհասկացա, պրոստը սկսում ես ավելի բարձր կորալ, բայց պիտի ոչ թե բարձր կորայ, այլ կերպ ասեի։ Այստեղ այդ պահն է շատ կարևոր, որ տեխնացուն մի հատ ինքն իրեն հարցնի ինչի այս դուռը չի բացվում եւ եթե ես հստակ ուզում եմ ինչի չի բացվում, բայց ճնշելով եւ այսպես ճանապարհներով ոչ մի լավ բանի չի բերի, դրա համար ավելի լավ է ինքը հստակ ասի ինչու է ուզում աշխատել հենց այս հաստիկում եւ այս ընկերությունում եւ հասնի նրան, որ գոնե իրեն կանչեն հարցազրույցի։ Ես համոզված եմ դեմքեր կան ու համոզված եմ դու իրենց հստակ գիտես եւ դեմքով եւ անունով եւ ազգանունով եւ որ ասեմ Էս ինչի ան, էս ինչ կասես, ինքը մեր մոտ էլ է եկել։ Կան, որ ամեն տեղ պատտվում են, ռեզյումեները թողում են ու շատ տենց նավյաշիվի, շատ տենց մտնող անձնական տարածք եւ այլն կարող նույնիսկ փողոցում մոտենալ ասել, ես ձեզ բան չկա իրանց համար սահմաններ։ Հա, մի անգամ է դա իմ կյանքում եղել, որ ես իրոք անհանգստացա, որովհետեւ շատ ինչ որ տեխնացուն շատ տարբեր մեթոդներով էր փորձում հասնել ընկերություն բայց ամեն դեպքում ես շատ ուրախ եմ արեցիր այդ դեպքում ոչ մի բան ուղղակի սենց մի քիչ բան արեցինք դադար տվեցինք բոլոր կանալներով սկսեցինք չպատասխանել հարց փակվեց բայց դե հա ամեն հնարավոր է բայց իրոք ուրախանում եմ որ նման кейսերը նման դեպքերը շատ հազվադեպ են այ տես 15 տարվա իջառեմ որ միջև չխոսեցիր ես այդ դեպքը չի հիշեցի ուզում եմ ասեմ այդքան ինքը հազվադեպ է ուրեմն դա շատ լավ է դրական տենդենս է ամեն դեպքում
Դե մարդիկ իհարկե կրթվում են, այս կոնֆերանսների բազմազանությունը, LinkedIn-ի ակտիվ տարածումը մեր կյանք բոլորին օգնում է կրթվել, հասկանալ, որ գոյություն ունեն ոչ միայն անձնական, այլ նաև պրոֆեսիոնալ սահմաններ, որոնք պետք չի անցնել։ Դե կարծում եմ, որ հիմա էլի եմ ասում, տեխնացուները իրոք շատ կրթված են, որ այդ լրիվ համաձայն եմ, չնայած ուսանողների հետ որ խոսում եմ, բայց չեմ ուզում առանձնացնեմ հենց ուսանողներին, ունենք շատ տեխնացուներ, որ ուղարկում են ռեզյումեն, որ նայում ես, ասում ես, լավ, միթե երկու բան չես կարդացել, որ կարողանաս ավելի քո համար։ Ես հիմա ինչ ասում եմ, դա տեխնացուի համար եմ ասում, ամենևին հանկարծ չհնչի, որ ինչ որ գոռոզ եմ կամ ասում եմ, վայ, չեք կարողանում մի լավ ռեզյումե ուղարկեք, բացարձակապես, ուղղակի նպատակը, եթե դու ժամանակը ծախսել ես, այդ փաստաթուղթը կազմել ես, ընդհանրապես պետք է 2 րոպե ավել ծախսել, որ ինքը լիներ ավելի գրավիչ եւ ավելի ճիշտ։ Այդքան բան։ Չի ես համեստություն անում, ասա հենց տենց։ Դե Եթե մարդ ես, եկել ես ուզում ես մեր մոտ աշխատանքի ընդունվել։ Հա, գոնե բարի եղեք, երկու բանը նվազագույն բաներն արա, որովհետեւ մի հատ լավ խոսք կար Ջորդան Պիտերսոնի, ասում է, եթե ուզում ես աշխարհը փրկես, սկսի քո սենյակը հավաքելուց։ Եթե մարդը իր ռեզյումեում օրինակ միտեղ աչքովս ընկավ տարական սխալեր ու նենց բառի, որը կարելի էր ուղղակի գուգլել ու իմանալ, որ այդպես է գրվում։ Այդ մարդը հետևողական չէր եղել։ Ես ասացի, այս մարդուն այս մի սխալի համար չընդունելն էլ է սխալ, ընդունելն էլ է սխալ։ Ու այստեղ մենք պետքա հարցազրույցի ժամանակ հասկանանք, արդյոք այդ սխալը եղել է իր անուշադրության ու անփութության հետևանքով, թե ուղղակի դա պատահական է ստացվել, որովհետև բոլորիս մոտ կարող է դա լինել։ Դե պատահականը դա անուշադրությունն է։ Արի ֆիքսենք։ Երբ որ դու դա ֆիքսում ես, դու արդեն քո համար որոշում ես կայացնում, իսկ քանի որ մենք բոլորս էլ անթերի չենք, կարող ենք սխալվել եւ սխալվում ենք, այստեղ արդեն քանակն է։ Եթե ամբողջ ռեզյումեն կառուցված է գրագետ, ճիշտ եւ օրինակ մի վրիպակ է, դրան դու ուշադրություն վստահ եմ չես դարձնի, եթե օրինակ շատ կոպիտ ինչ որ, հա, ուղղագրական կամ սխալ չի, բայց երբ որ տենդենսը կրկնվում է արդեն, այդտեղ դու արդեն հարց ես տալիս, թե որքանով է տեխնացուն ուշադիր, փնթի է արել գործը, թե չէ։ Բայց ես ուզում եմ մի փոքր խոսենք տնային աշխատանքի մինչև հարցազրույց, Դավիթ, որտեղ ամբողջ խնդիրը այդտեղ է սկսվում։ Նույնիսկ տնային աշխատանքի մինչև ռեզյումե գրելը։ Կարևոր 5 քայլ կա, որ պիտի բոլորը անեն, որ նոր հասկանանք ինչ ռեզյումե ես կառուցում եւ հետո ինչ հարցազրույցի ես գալիս։ Նախ առաջնայինը մարդը պիտի իր համար որոշում կայացնի, որ ոլորտում է ուզում աշխատել։ Ընդհանրապես ոլորտը այն իր հետաքրքրության ոլորտը որն է, որտեղ ինքը ուզում է աշխատել։ Այդ պտիչկան, այդ թիքը ինքը իր համար պիտի դնի, որտեղ եմ ես ուզում աշխատեմ։ Կարող է լինել առաջնային, երկրորդային, հա, էդ էլ է շատ հնարավոր, որ օրինակ շատ կերազեմ աշխատել այստեղ, բայց եթե չէ, այստեղ էլ կլինի, օրինակ։ Ես օրինակ բերեմ, օրինակ իմ եղբոր աղջիկը շատ երազում է եւ աշխատել է հյուրանոցային բիզնեսում, ասում է, որ դե եթե հյուրանոց չէ, օրինակ բանկային ոլորտն էլ է հետաքրքիր, հենց հաճախորդների սպասարկման մասով։ Օրինակ, то есть մարդը իր համար հստակ ունի որոշում կայացրած, երկու որ ոլորտն է իր համար ընդունելի եւ որտեղ ինքը կուզենար աշխատել։ Երբ որ այդ ոլորտը դու արդեն որոշում ես, դու հստակ հասկանում ես ինչի վրա քո ուշադրությունը սևեռես։ Մի հատ նայես այդ ոլորտի ընկերությունները քանիսն են Հայաստանում, որ ընկերություններում է, որ դու կուզենաս աշխատես, այսինքն top 3-ը, top 5-ը, որոնք են, որ դու կուզենաս, օրինակ, չգիտեմ, տելեկոմ ոլորտն է, բանկային ոլորտն է, հա, բանը հյուրընկալությունն է, որտեղ ես ուզում աշխատես։ Այդ որտեղ շատ են։ Հիմա բանկերը 17-18 բանկ են օրինակ։ Տելեկոմները 3-4 հիմնականն են եւ օրինակ մի քանի լիքը ուրիշ կողքից։ Շատ կան։ ՏՏ ընկերությունները շատ են, հա, չի կարելի աշխատել, չի կարելի ասել ես ուզում եմ աշխատեմ ՏՏ ոլորտում։ Բոլոր տեղերում։ Այդ ինչ է նշանակում, հա, բոլոր տեղերում չեղավ։ Եղավ քո էներգիան տարածեցիր եւ արդյունք չես ստանալու։ Ուզում եմ աշխատեմ տելեկոմ ոլորտում, ոչինչ չի նշանակում։ Գոնե քո top 1-2 ընկերությունը պիտի մտքումդ լինի, որ հասկանաս ինչի։ Նախ այդ ինչուն բարձեցինք։ Ինչուից հետո բարձեցինք այդ ոլորտի top ընկերությունները։ Այդ երկրորդ քայլը։ Չէ, այդ հələ սաղ առաջինն է։ Այդ ամեն ինչը դու հələ մի հատ քո համար իմաստն ես բարձում, ինչ ես դու ուզում անես։ Հետո ինքդ քո համար էլի առաջինի մեջ է։ Մի հատ հələ բարձում ես, ինչքան աշխատավարձ ես դու ուզում
ստանաս։ Մտքումդ մի հատ հələ այսպես կրակում ես։ Այ որ այսքան ստանամ լավ է։ Մի հատ այսպես թիվը որ մի հատ ծնգած մտքումդ։ Հիմա եկանք երկրորդը։ Երկրորդի մեջ դու արդեն անում ես ինվենտարիզացիա քո ունակությունների եւ կարողությունների։ Անում ես դա ազնիվ, անում ես դա առանց որևէ մեկի եւ իրոք ինքդ քեզ հարցնում ես. ես ինչ գիտեմ ընդհանրապես, մի հատ այսպես կազմում ես այդ ցուցակը, հետո փորձում ես համահունչացնես ինչ գիտես նրան, թե ինչ էիր ուզում։ То есть լեզուները, համակարգիչը, ես օրինակ ուզում եմ աշխատեմ հյուրընկալության ոլորտում, բայց ես մարդկանց հետ սիրում եմ աշխատել։ Ես օրինակ վաճառքի ոլորտը, ես գոնե մի բան իմ կյանքում փորձել եմ վաճառեմ։ То есть այդ ունակությունները, որը ես ունեմ, մի հատ ինվենտարիզացիա ես անում, շատ այսպես հստակ։ Հետո գալիս է տնային աշխատանքը արդեն ընկերության տվյալ շուկան ես նայում։ Նայում ես այդ որ ինչ ընկերություններ կան, արդեն հստակ հասկանալով թե ինչ տեղ են գրավում, հա, իրանք ինչ թափուր հաստիկներ ունեն։ Անպայման ստուգում ես աշխատավարձը։ Հիմա STAFM-ն էլ ունի շատ լավ հարթակ, որով կարող ես դու ստուգել, հիմա ոչ օֆիցիալ եւ օֆիցիալ հարթակներով է կարող ես հասկանալ թե տվյալ գործը, որը ես ուզում եմ անեմ, մոտավորապես ինչքան է վարձատրվում շուկայում։ Հետո եւ վերջում այդ սաղ արեցինք։ Առաջի քայլի վերջին։ Չէ, այդ արդեն անցա քայլերը շատ ավելի արագ, Դավիթ ջան։ Արդեն վերջում ամփոփում ես այդ ամենը եւ որոշում ես քո համար, թե ինչ ռեզյումե ես կազմելու, հաշվի առնելով այն ամենը, ինչ մինչեւ հիմա ողրել էիր։ Ինչ ես ուզում ընկերությունների մասին, քո հիմնական այդ կարողությունները եւ ոնց ես այդ ամեն ինչը, օրինակ, կարևոր պահը, երբ կարող ես սկսել աշխատանքը։ Մի հատ կլինի այդ տեխնացուն ինքն իր համար parzi, որտեվ ունենում ենք դեպքեր, երբ որ մարդ գալիս է հարցազրույցին նոր ասում է, որ գիտեք, ես այ հիմա 3 շաբաթով ինչ որ միտեղ եմ գնում, հետո մի ամիս չգիտեմ ինչ եմ անում, հետո նոր։ Այսինքն մի հատ երբ կարող ես սկսել, ինչ գործ կարող ես անել, ինչքան գումար ես ակնկալում, որ ընկերությունում ես ուզում աշխատես, ինչ հմտություններ ունես, այդ դրանք պիտի բարձես ու հետո նոր կազմես քո ռեզյումեն։ Ռեզյումեն կազմելուց հետո ու էլի եմ ասում, հիմա չեմ ուզում հնչեմ 18-րդ դարից էլի, հիմա 20,000 ձև կա այդ ռեզյումեն ունենալ ճիշտ AI generated, բայց AI generated չի նշանակում պետք է լինի AI generated ամբողջական, ինքը պետք է լինի ձեր մասին։ Այդ ռեզյումեն պետք է հետո սարքեք ձեր ռազմերով, ձեր վրա պետք է ինքը լինի ձեր համար, ձեր մասին։ Նույնը հարցազրույցը։ Դուք հարցազրույցից առաջ կարող եք AI-ին հարցնեք։ Ինձ կանչել են հարցազրույցի տելեկոմ ոլորտ, զանգերի կենտրոն։ Ինչ հարցեր կտան, ես ինչ պատասխանեմ, սաղ կպատմի, ամեն ինչ կպատմի։ Բայց եթե դուք այդ ինֆորմացիան չդարձնեք ձերը, չմարսեք ու չսարքեք իրան ձեր մաշկի մասը, հարցազրույցի ժամանակ դուք կամ խճճվելու եք, կամ հնչելու եք, որ հաստատ երևաց, որ անգիրը արել է, եկել է եւ անգիր է ասում։ Կամ աշխատանքային առաջին շաբաթում միանգամից կպարզվի, եթե անգամ հասենք, որ ինքը անցնի հարցազրույցը, հա, եթե ինքը ավտոմատ կերպով անգիրանի հարցազրույցը ու անցնի, հալալա։ Իսկ լինում է, որ կենթականային մոտենաս ասես, «Էս ո՞նց է այս մարդը հասել ստեղ»։ Եղելա որ միասին ենք այդ հարցը եղելա որ միասին ենք այդ հարցը տվել, որովհետև եղելա որ հարցազրույցի փուլերը, Դավիթ ջան, լինում է դա ցանկացած ընկերությունում, հարցազրույցի փուլերը չեն բացահայտում այն ամենը, ինչ որ դու հետո բացահայտում ես, երբ որ մարդը սկսում է աշխատել։ Ես մի հատ այս վիդեոն էի տեսել ես, որ ասում եմ մարդուն երբեք չես կարող բացահայտել հարցազրույցի ժամանակ նրան բացահայտում ես իրապես կորպորատիվի օրը։ Այ կորպորատիվի օրը կարևոր է։ Ժամանակ ինչպես է իրան բաղում։ Դե մենք մեր կորպորատիվների ժամանակ շատ քիչ ենք խմում, գրեթե չենք խմում, այնպես որ չենք բացահայտում։ Չէ, աշխատանքի ժամանակ դա այն մյուս հայտնի անեկդոտն է, որը որ screen saver-ն է, հետո մեկը տեսնում է սաղ ջնջվեց, որտեվ այդ screen saver-ն էր։ Արդեն չէ։ Հարցը հետեւյալն է, այո, եղել են, թե վերադառնամ հարցիդ, այնքանով է եղել, որ հասկացել ենք, որ
ընդհանրապես այդ թիմում չինտեգրվեց այդ մարդը, տեխնացուի լավի վատի մասը չէր, այլ չինտեգրվեց։ Կամ աշխատանքը եկավ օրինակ ասեց, որ այդպես չէր պատկերացնում, քան իրականում կար, այնպես որ այդ այո, լինում է ընդունված պրակտիկա։ Okay։ Դրա համար HR-ը ունի շատ հետաքրքիր մետրիկա, հաշվում է թե քանի տեխնացու, քանի աշխատող լքել ընկերությունը առաջին 3 ամսվա ընթացքում, առաջին 6 եւ առաջին 1 տարվան եւ հետո արդեն տարեկան հոսունությունն է ստուգում, բայց առաջի 3 եւ 6 ամիսը ցանկացած լավ HR-ի համար կարեւոր ցուցանիշ են։ HR-ը թվերի մասին է նաեւ պիտի անընդհատ թվերից մտածես, էլի։ Այս հարցազրույցի ժամանակ տեխնացուն հարցեր կա, որ խորհուրդ կտաս տա, որովհետև շատ ժամանակ օրինակ գործատուների կողմից զարմանալի է, եթե աշխատավարձից ու գրաֆիկից բացի ինչ որ ուրիշ հարց է տալիս գործատուն, կներեք տեխնացուն։ Այսինքն տեխնացուն օրինակ հարցնում ասում է, իսկ կներեք, դուք ձեր մոտ օրինակ ինչն է ընդունված, եթե օրինակ ես sense մի բան անեմ, դուք ինձ ոնց բան կան։ Ինքն էլ ուզում աստուգի իր գործատուն ինչպիսին է, բայց քանի որ գործատուի համար surprise, չէի տեսել, որ sense բաներ էլ կա իրականության մեջ, անսպասելիորեն կարող է ագրեսիվ լինել կամ ասենք փակվել կամ ասել դու մեզ հարցեր տվողը չես, մենք ենք ստեղ հարցեր տվողը, այսինքն ինչ։ Նախ ասեմ այդ բոլոր տեխնացուներին, ովքեր վերջում հարցեր են տալիս, ուղարկի վիվա, ընդունում ենք բոլորին։ Ես իրականում եւ իմ հավաքագրման թիմը իրականում ուրախանում ենք, որ մեզ տալիս են հարցեր։ Անձամբ ես որտեղ կարող եմ այս թեմայի շուրջ խոսում եմ, որ հարցեր տալը հարցազրույցից հետո պարտադիր պայման է, որովհետև ինքը ցույց է տալիս նաև քո հետաքրքրվածությունը։ Վերջերս առանձնացրել էի, հիմա չճնշես չեմ հիշի, բայց առանձնացրել էի 18 հարց, 18, ոչ ավել, ոչ պակաս, 18 հարց իմ էջում կա, թե ինչ հարցեր կարող է տեխնացուն տա հարցազրույցից հետո, դե այնտեղ զարգացման հնարավորությունները, օրինակ ինչ պետք է, ինչ է ինձանից ակնկալվում առաջին 3 ամսվա ընթացքում, շատ լավ հարց է, որովհետև այդ փորձաշրջանի կտորը միանգամից առաջ է սպերում, ինչ պիտի անեմ եւ ինչ է ակնկալվում գործատուն պիտի ոչ թե ռոմանտիկ բաներ խոսի, այլ ինչ հստակ նպատակներ է դրված, ինչ արդյունք եք ակնկալում ինձանից 3 ամիս հետո։ Օրինակ այնտեղ կար մի հատ շատ սուր հարց, իսկ ինչ է պատահել այն աշխատողի հետ, ով դուրս էր եկել մինչև ինձ, այսինքն այդ հարցին օրինակ ամեն գործատու չի պատասխանի, նախ որովհետև կարող է ուղակի բանը կոնֆիդենցիալ լինի, երկրորդը կարող է լինել շատ պարզ թեմա, չգիտեմ, երկրից է գնացել, մայրության արձակուրդում է, օրինակ, այսինքն վտանգավոր թեմա չլինի դրա տակ, էլի, որ օրինակ ինչ որ թեման փնտրես այնտեղ։ Պրիկրուչենյաների որս անելու։ Հա, պրիկրուչենյաների թեմա չլինի, էլի, հանգիստ թեմա է, մարդը գնացել է մայրության արձակուրդ, փնտրում ենք։ Իսկ կարող է իրոք խնդրահարույց լինի, որովհետև ասենք թե այդ տեղի համար արդեն երկրորդ, երրորդ անգամ ես ինչ որ մեկի փնտրում ու իրոք կա խնդիր, որտեղ օրինակ աշխատանքն է ծանր կամ ինչ որ բան կա։ Օրինակ հարց կարող ես տալ ինչ յուրահատկություններ ունի տվյալ աշխատանքը, տվյալ հաստիկը, որից ես անպայման պիտի տեղյակ լինեմ, որից անպայման պիտի ինչ որ ինֆորմացված լինեմ, որ կարողանամ։ Օրինակ կարող ես հարցնել ինչ ուսուցման զարգացման ծրագրեր ունեք տվյալ հաստիկի համար, ոչ թե ընդհանուր, այստեղ Դավիթ ջան, կարևորը որ հարցը հնչի ոչ թե գլոբալ, բանը կա կյանք Մարսի վրա թե չէ, որքան է Viva-ի ռազմավարական զարգացումը մոտակա 10 տարվա ընթացքում է, որ ուզում ես ասես, հա, այսօր ստեղ ենք ուրեմն, այլ հստակ իրոք տվյալ հաստիկի համար լավ միթե քեզ որևէ բան հետաքրքիր չի։ Իմ համար օրինակ կարմիր լույս է վառվում, երբ տեխնացուն ասում է ես հարցեր չունեմ, չի կարող այդպես բան լինի։ Նշանակում է ընդհանրապես հետաքրքրված չես կամ ընդհանրապես բանը կամ քաշվում է տեխնացուն շատ, փակվել է շատ, ինչ որ մի բանից զգուշացել է, անհանգստացնում է իրեն ինչ որ մի բան, բայց չգիտի ոնց հարցը տա կամ հետաքրքրված չի։ Չի լինում այդպես պիտի տաս։ Եվ վերջում էլ ամենակարևոր նաև խորհուրդը, որ շնորհակալություն հայտնես հարցազրույցի համար, ասես, որ մարդիկ ժամանակ են ծախսել, իրեն էլ պիտի։ Տեխնացունը տեղը պիտի ուշադիր լինի, իրեն էլ պիտի ասեն շնորհակալություն, որ եկել եք, որովհետև ինքն էլ իր ժամանակն ու եռանդը տրամադրել է մեզ, թեկուզ այդ կես ժամը մեր հետ է եղել։ Այո, իսկ բաները այն կազմակերպությունները, որ փոքր-մոքր Հայաստանում գալիս են ու
սարսափելի մեծ գումարներով ամբողջ քաղաքին հրավիրում են հարցազրույցի, երևի գիտես ինչ որ Ռուսաստանից կամ Ղազախստանից եկած ինչ որ ուղիղ վաճառքի ընկերություններ, ցանցային մարքեթինգի ընկերություններ, որ ասենք արդեն հարցցեներով գիտես ու բոլոր մարդիկ այնտեղ գոնե մի անգամ իրենց կյանքում եղած են լինում ու մեկ էս պատտվում ասում են կներեք X ձերն էլ այդ օֆիսներից լինում է այդպեսի գալիս են եւ ինչքանով է դա վնասում ընդհանրապես աշխատաշուկային Բարեբախտաբար իրոք չի հանդիպել ինձ, ինչու, որովհետև բախտ է վիճակվել աշխատել հստակ ընկերություններում, որտեղ տեխնացուները, որ եկել են, հարց չի առաջացել, թե ինչ ընկերություն են եկել։ Եվ Սթարում, եւ Carrefour-ում, որտեղ հստակ օրինակ Carrefour-ում պատմում էինք մի քիչ Carrefour-ը, որ սա Majid Al Futtaim Carrefour-ն է, որ սա որ կտորն է Carrefour-ի, որ այստեղ է, այսպես ուր է եկել, ինչ է եկել, իմ համար կարևոր էր։ Բայց հետագայում Vivan կամ նույն ID բանկը հարց չի առաջացել, թե ինչի է ինքը եկել կամ հարցնի, թե դուք եք այդ ընկերություններից, որտեղ բոլորին պարզ է, թե ինչ ընկերություն է Vivan կամ ինչ ընկերություն է ID բանկը։ Այդ առումով բախտս բերել է իրականում, նման փորձառություն Դավիթ ջան իրոք չեմ ունեցել։ Գիտեմ ինչ խնդրի մասին ես խոսում իրականում Հայաստանում կա, բայց կարծում եմ դա էլ է բնականon զարգացման մաս, որ երկիր գալիս են շատ ընկերություններ, ամեն մեկը իր մշակույթով, ամեն մի տեխնացու իր ընկերությունը կգտնի ամեն դեպքում, այդպես որ իր սրտի տեխնացուին էլ կգտնի ընկերություն։ Հիմա բոլոր ընկերություններում են ճիշտ են այդ թվերը, որ բոլոր տեղերում բարդություններ են աշխատակիցներ գտնելու հարցով ու մարդիկ չեն ուզում աշխատել կամ ուզում են աշխատել տանից, ինչ որ, չգիտեմ, ֆրիլանս աշխատանքով զբաղվեն։ Աշխարհով մեկ է դա, աշխարհով մեկ դժվար է գտնել լավ տեխնացուներ ասելիս, ովքեր իրոք ուզում են աշխատել, պատրաստ են աշխատեն, 8 ժամանոց գրաֆիկը հեշտ չի, հիմա էլ գիտես աշխարհում տենդենց է գնում կրճատել ժամերը, կրճատել օրերը։ Ես մի երկրում կրճատեցին։ Դանիան է, Շվեյցիան է, ինչ որ եվրոպական, Շվեյցիան, հա կրճատել արդեն 4 օրանոցով է աշխատում։ Հայաստան նույն վիճակում է ոնց որ եւ ամբողջ աշխարհը, այդպես ասեմ։ Vivan նույն վիճակում է ոնց որ աշխարհը, բայց կասեմ որ իրոք այստեղ գլուխ կովելու հարց չի, թվերը եւ հոսունությունը շատ པարզ են մեր մոտ խոսում, բավականին ցածր հոսունության տոկոս ունենք ընկերությունը, բայց ասեմ գտնել ճիշտ տեխնացուին միևնույն է HR-ի հիմնական կարևորագույն գործառույթներից մեկն է գտնել ճիշտ տեխնացուին էլ տաժանագիր աշխատանքի համապատասխան ապրես բառ ավելի ճիշտ էր գտնել համապատասխան տեխնացուին դա աշխատանքի չեմ ուզում ասեմ բախտի բան որտեղ բախտի բան բացարձակ չկա նրա մեջ ինչ HR-ը անում է որտեղ դա տաժանագիր աշխատանք է աշխատանքի արդյունք է արդեն արդյունավետ աշխատանքի արդյունք է այո իսկ հիմա ուզում եմ երկու բառով խոսենք դրա մասին ինչպես պետքա ճիշտ հեռանալ վերջում երբ որ արդեն եկել ես ընդունվել ես ամեն ինչ նորմալ էր աշխատեցիր մնալը դեռ առանձին թեմա է ինչպես մնալ երկար աշխատել կամ ինչպես պահել կոլեկտիվում բայց դա շատ մեծ թեմա է ինձ թվում է մենք չենք հասցնի ժամանակային ես ուզում եմ միայն թողնել վերջը ինչպես սիրուն հեռանալ օրինակ կան տարբեր տեղեր, տարբեր ոճեր հեռացման։ Օրինակ ես բախտ եմ ունեցել աշխատել ընկերություններից մեկում, որտեղ մարդուն հեռանալիս տալիս էին ընկերության կողմից նվեր քարտեր, տալիս էին լրացուցիչ բոնուսներ, սիրուն մայկաներ իրենց բանով եւ այլն, ու այնպես էին ճանապարհում, որ մարդը երբ զանգեին, որ ասում է, երբ շվացնեմ, ստեղ կանգնած է։ Հիմա երբ զանգեին այդ մարդը հետ կվերադառնար։ Ոնց ճիշտ հեռանալ տեխնացուի տեսանկյունից։ Եթե նայել տեխնացուի տեսակետից, իհարկե ես արի չխոսենք այն շատ ֆորս մաժորային դեպքերը, երբ որ հեռացնում է ընկերությունը, հա, արի հենց այո, խոսենք այդ տեխնացուն է որոշել, որ գնա։ Կիպրոս։ Նախ ես ասեմ, Կիպրոս էլ կարելի է։ Նախ ես ասեմ հետաքրքիր պահ կա, որ մարդը պետք է հասկանա, որ պահին է այդ որոշումը կայացրել գնալու, որովհետև կա
տերմին էջարում չգնացած աշխատողներ, այսինքն աշխատողը, որը մտքում որոշել է, որ ինքը արդեն գնում է, բայց ինքը դեռ մնացել է, մնում է ընկերությունում, աշխատում է, որովհետև հələ ուրիշ գործ չի գտել։ Пассивные բան, Не доушедшие сотрудники ռուսերենով, բայց ամեն դեպքում այդ պահը կա։ Եթե ընկերությունը ճիշտ քաղաքականություն է վարում եւ կարողանում է հարցումների կա օրինակ ներգրավվածության հարցումներ, երջանկության ինդեքսներ ստուգող հարցումներ, եթե դու այդ ինդեքսներով մոտավորապես կարողանում ես հասկանալ, իրանք հիմնականում անոնիմ են ու պիտի միշտ անանուն լինեն, որ մարդիկ նորմալ արտահայտվեն։ Դրա համար մի փոքր դժվար կլինի այդպես, հատկապես եթե մեծ ընկերություն է, բայց դրա համար կան ղեկավարներ, one on one, հա, դեմ առ դեմ ժողովներ, հանդիպումներ, որ դրանց շնորհիվ կարողանում ես դուրս բերես, թե աշխատողը որ փուլում է, արդեն վերջնական որոշում է կայացրել գնալու, թե դեռ իրեն կարելի է հետ բերել եւ խնդիրը լուծել, որտեղ ուրեմն ինչ որ խնդիր ունի, որը չի լուծվում։ Դա կլինի պայմաններ, զարգացում, աշխատավարձ, հարաբերություններ ղեկավարի հետ, տարբեր կարող են լինել, բայց խնդիր կա, որը չի լուծում, դրա պատճառով որոշել է գնալ։ Եթե իհարկե չի գնում Կիպրոս ասածիդ պես, եթե իհարկե չի գնում բանակ օրինակ, եթե չի գնում այսինքն մի բան, որը որ հա, դու այդտեղ ազդեցություն չունեիր։ Եթե գնում է ընկերության տեղի ունեցած ինչ որ բանով։ Ամեն դեպքում գնալուց շատ մեծ, շատ sense խորհուրդ կտամ որևէ կամուրջ չվառել, որովհետև Հայաստանը փոքր է, դու կարող ես վաղը նորից ուզենաս վերադառնալ այդ ընկերություն աշխատել, ասեմ, որ այս վերջերս էինք հենց հաշվում, որ կա մի հատ տերմին կոչվում է բումերանգ աշխատողներ, ովքեր գնացել են եւ հետ են եկել այդ ընկերություն, բանը խնդրեցի, որ մի հատ հաշվարկեն, թե քանի հոգի վերադարձել է Viva այս տարիների ընթացքում, բավականին մեծ տոկոս էր կազմում, ունենք աշխատողներ, ովքեր ուզեցել են հետ գալ, բայց համապատասխան տեղ այլևս չենք գտել իրենց համար, հա, որտեվ մի հաստիկից գնացել է, ուզում է գա մեկ այլ հաստիկի, որտեղ հիմա օրինակ համապատասխան տեղ չունենք։ Կամ օրինակ ժամանակին խնդիր ենք ունեցել այդ աշխատողի հետ, հիմա ասում ենք ոչ, բայց հիմնականում շատ երկար ժամանակ Viva-ն մի փոքր ավելի դիրք ուներ, որ դռները փագեն հետ չենք վերցնում, հետո շատ վաղուց մոտ եւի 16-17 թվականներից ի վեր սկսած Viva-ն ամեն դեպքում բաց դռների քաղաքականություն ունի, որ աշխատողին հետ է վերցնում։ Հիմա վերադառնամ այդ իմ ասացին, որ գնալիս պետք է հստակ ֆիքսես, որ եւ ընկերությունը պետք է ճիշտ off-boarding անի, ասածիդ պես, թե եթե կլինի նվերները, եթե նվերներ չի տալիս, օրինակ ասենք Viva-ն չի տալիս նվերներ, բայց ճանապարհելիս պիտի ճանապարհես նորմալ, այսինքն process-ը լինի հեշտ, հասկանալի, թղթաբանությունը ոչ շատ, այնպես որ մարդը, ասենք, չհոգնի, հա, այս ամբողջ process-ից, հասկանալի լինի exit interview, հա, դուրս գալու հարցազրույց իր հետ անցկացվի անպայման, որ մարդը ասի, օրինակ, ինչի է մեզանից գնում, ու մենք միշտ խնդրում ենք մեր աշխատողներին ու ուրախանում եմ, որ 90% դեպքերում բոլորը շատ պատրաստական լրացնում են այդ exit interview ասածը, մեջը հստակ գրվի, թե ինչի է մարդը գնում, ինչ խորհուրդ կտա մեզ որպես ընկերություն, եթե վառվող կարմիր կետեր ենք տեսնում, անպայման հանդիպում ենք, անձամբ եմ հանդիպում կամ բաժնի ղեկավարն է հանդիպում աշխատողի հետ, որպեսզի պարզի, թե լավ, ինչն էր պատճառը, որ գնում է։ Վերջում գրումա հետո նոր եք հանդիպում։ Մի հատ ուղարկում ենք հարցում, այո, որտեվ հետո այդ ամեն ինչի հիման վրա հաշվետվություն է կազմվում։ Այդ հաշվետվության հիման վրա որոշում ենք ուղղակի հեռախոսային զրույց է տեղի ունենում, թե առերես հանդիպում։ Exit interview-ի վերջում մենք միշտ հարց ունենք, կվերադառնայիք որ պայմանի դեպքում կվերադառնայիք Viva եւ կվերադառնայիք Viva, թե չէ։ Եվ այդտեղ օրինակ կարող է լինել, որ այո մեծ հաճույքով, այո շատ շնորհակալ կլինեմ, կա որ եթե դե արդեն մեկնում է երկրից ասում է ոչ, կա որ ասում է ոչ, որովհետեւ ոլորտս եմ արդեն փոխում, կա որ եթե կասի, օքեյ, եթե լինի, կա որ կասի չէ, ամեն դեպքում չէ։ Ու այ հետ որ մարդը ուզում է վերադառնա, մենք մի հատ առաջ ենք անում այդ exit interview-ն, որ հասկանանք ինչ ձևով է մեզանից գնացել, որովհետև դա կարևոր է։ Այնպես որ կամուրջները վառել ամեն դեպքում պետք չի, այդ ընկերություն, եթե իհարկե նորից կրկնվեմ, չի եղել ինչ որ շատ մեծ խնդիր, հա։ Դու կարող ես գնաս, աճես, զարգանաս, հետո նորից ուզենաս վերադառնալ տվյալ ընկերություն,
իսկ այդ ժամանակ պիտի ճիշտ հարաբերությունները միշտ էլ դրական լինի, կառուցողական լինի։ Ամեն դեպքում այդ ընկերությունը քեզ օգնել է զարգանալ ինչ որ X պերիոդում։ Իր շնորհիվ դու սովորել ես ինչ որ բան։ Դրա համար ինչի Հայաստանը շատ փոքր է նագլի լինելու համար։ Ահա որ փոքր է նագլի լինելու համար։ Ոնց գալիս է ինչ որ մի հատ։ Ընդհանրապես կյանքն էլ շատ կարճ է նագլի լինելու համար, իսկ դու պետք չի ամեն դեպքում։ Օրինակ Նևադայում ապրողը մի քիչ նագլի լինելով, ասենք կարող է Արիզոնայում ինչ որ մեկին չվնասի կամ Արիզոնայում ինչ որ մեկին վնասի ու երբեք էլ չհանդիպի այդ մարդուն։ Մեզ մոտ Հայաստանը շատ փոքր է։ Նագլստի իմաստ ունենա, չէ, Դավիթ, դի էտել կա, չէ։ Նիվադայումը թե Հայաստանում կապ չունի։ Իմաստը որն էր այդ անելու, ինքդ քեզ պիտի հարցնես։ Ուրիշ բան, եթե այնքան բարկացած ես ընկերության վրա, նեղված ես ընկերությունից, որ ուզում ես այդպես ինքնաարտահայտվես, ամեն մի արարք ունի իր գինը, արժեքը եւ հետևանքները։ Վերջ։ Եվ կետ։ Լավներ։ Մի խոսքով սիրուն հեռանալու համար պետքա ուղակի լինել անկեղծ, ուղիղ, պետքա չափերը չանցնել վիրավորանքի, ապա ուղղակի ասել մարդկանց այն ինչը որ քեզ դրթել է դուրս գալ։ Նույնիսկ այդ փակ լինելն էլ է ազդանշան։ Ես կարծում եմ, երբ մարդը դուրս գալուց ասում է ոչինչ նորմալ է, ամեն ինչ բան չկա, ես չեմ ուզում ոչինչ լրացնեմ, չեմ ուզում ոչինչ ասեմ, դա էլ է ազդանշան, որ ինչ որ մի բան այն չի եղել։ Ու ամենաբարդը հենց դա է, երբ դու չգիտես, տվյալ էլ չունես, լավ ինչի գնաց այս մարդը, ինչն էր իրա։ Մենք ունենք բազում օրինակներ, որ վերջում մարդիկ մի աշխարհ շնորհակալական նամակներ են գրում։ Ես անձամբ իմ նամակներն եմ հիշում, որ այս անգամ որ Viva վերադարձա, հիշեցրեցին, ինձ ուղարկեցին իմ նամակը։ Քեզ բոլորը սիրում են աշխարհում, չէ, կան մարդիկ, որ երևի կլնեն, բայց ոչինչ։ Ով քեզ չի սիրում ասել։ Բայց ոչինչ, այդպես է կլինի։ Ես օրինակ Viva-ից երբ որ դուրս եկա 20 թվականի սեպտեմբերին, շատ sense իմ համար եւ Հայաստանի համար փաստորեն շատ բան տարի ստացվեց այդ տարի։ Ես չեմ հիշում, եւ մի քանի հատ նամակ էի գրել, այսպես թուփ մի շնորհակալություններ էի հայտնել, որովհետեւ այն ինչ որ ես սովորել էի Viva-ում, ինքը այդ մի հսկայական դպրոց էր եւ դպրոց է, որը հետո ID բանկի հետ հավես ճանապարհ անցանք, ավոր սիրում եմ բանկը շատ սիրում եմ ID բանկի աշխատողներին շատ բոլորին ջերմ հիշում եմ, տենց չգիտեմ, ահա որ իմ համար կարևոր 3 տարի էր, շատ լավ գործատու է ID բանկը, ասել եմ ու կշարունակեմ ասել դե Viva-ն իմ համար ուղղակի ուրիշ բաներ, ես որ հիշում եմ պարոն Աբրահամյանի հետ խոսեցի, ասի պարոն Աբրահամյան ցանկացած այլ ընկերություն չէի դիտարկի, որտեվ ID բանկը շատ եմ սիրում, բայց Viva-ն այնտեղն է, որ եթե կա նման հնարավորություն, հա, ничего личного, это любовь, այս դեպքում ոչ թե բիզնես, այլ любовь, որտեվ Viva-ն իմ համար ուրիշ ընկերություն է, շատ ես իրոք ապրում եմ, вообще իջարությունը շատ սիրում եմ, ինքս իմ համար շատ կարևոր է, եթե նույնիսկ վաղը մյուս օր, չգիտեմ, ուրիշ տեղ էլ աշխատեմ, այդ չի հարցը, բայց հենց HR-ը գտնում եմ, որ կարևոր գործիք է, որը կարող է այնպես անի, որ ընկերությունը այսպես հիմնասյուն լինի, շնչի, ճիշտ ապրի, զարգանա, ու այդ ուղակի խոսքեր չեն։ Դու որպես HR CEO-ի վրա ազդեցություն ունես, թե օրգ ստրուկտուրայում չէ, օրգ ստրուկտուրայում HR-ը գտնվում է հենց CEO-ի անմիջական ենթակայության տակ, մյուս բոլոր վարչության ղեկավարների, տնօրենների հետ միասին, HR-ը Viva-ում հավասար դիրք ունի մարքեթինգի, վաճառքի, ֆինանսների, տեխնիկականի եւ ՏՏ ոլորտի հետ, դա խոսում է նրա մասին, որ ընկերությունը իրոք կարևորում է մարդկային ֆակտորը եւ մարդկային ռեսուրսը ընկերությունում, դա իմ պահը չի, դա հենց հաստիկի դիրքն է այդպես, ուղղակի արդեն ինձանից կախված է, թե որքան այդ դիրքը կամրապնդվի եւ կաշխատի ի օգուտ ընկերության։ Իսկ 360 աստիճան հարցումներից անում եք թիմում։ Այ հիմա մտածում ենք։ Մտածում եք։ 360 աստիճանը շատ հետաքրքիր պատմություն ունի աշխարհով մեկ, Դավիթ։ Ընկերություններ կան, որ գտնում են, որ ինքը վաղուց արդեն դինոզավրի կարգի հնացած ինստրումենտ է։ Եվ որ ասում ես 360, վայ բան, այսպես ծռմռված վիճակ է։ Ընկերություններ կա, որտեղ 360-ը դրված է հստակ համակարգի վրա եւ կարևորագույն դեր ունի ընդհանրապես
գնահատման սանդղակի մեջ։ Վիվան իր պատմության մեջ ունեցել է 360 հարցում շուտ տարիներ առաջ, հիմա մտածում ենք, բայց դեռ հələ վերջնական որոշման չենք եկել։ Բայց ասեմ ինչու, որովհետև Վիվան ունի հստակ գնահատման համակարգ բոլոր հաստիկների, բոլոր գրեյդերի վրա, դրա կարիքը այդքան չի զգացվում։ Դրան գումարած ունենք նաև հարցումներ, ստուգում ենք ներգրավվածության հարցումը, երջանկության ինդեքսը աշխատողների այս տարի առաջին անգամ ոնց որ փորձ արեցինք, միջև այդ MTS-ի հետ էինք անում, այս տարի արդեն մենք մեզանով արեցինք։ Բայց որ ասեմ չենք անի կամ կանենք, իրոք հիմա կդժվարանամ ասեմ Դավիթ ջան, որտեղ էսպային որոշման փուլում է։ Իրեն վերաբերվում եմ որպես գործիք, ցանկացած գործիք, եթե իրան ճիշտ օգտագործես, քո օգտին կաշխատի։ Քո օգտին նկատի ունեմ նպատակին։ Եթե դու դնում ես ինչ նպատակ ես դու դնում, ստուգես ինչը, չափես ինչը, նույն 360-ը շատ հանգիստ կարող ես աշխատացնել քո օգտին նկատի ունենալով, որ ծառայի ընկերությանը։ Իսկ դու երբ հեռանում էիր առաջին անգամ, երբ աշխատում էիր Viva-ում ու հեռանում էիր այլ ընկերություն, այդ ժամանակ Sion ուրիշ էր, երբ վերադարձար ուրիշ։ Իսկ ո՞նց է փոխվել Viva-ն այդ ընթացքում քո համար։ Դե առաջին Sion բոլորս գիտենք պարոն Իրկյանը, ով ընկերությունը հիմնադրել է, հիմնադիրն է ինքը ընկերության, սիրված հարգված անձնավորություն, ուղղակի որոշում է կայացվել, որ ինքը որոշում է կայացրել, որ գնալու է, արդեն եկել է այլ CEO, այլ արդեն իմ երկրորդ բանակցությունը միանալ ընկերությանը եղել է մեր Արմեն Ավետիսյանի հետ, ով Viva-ի տնօրենն է։ Շատ բան է փոխվել այն առումով, որ մարդիկ, երբ որ փոխվում է առաջնորդը, մոտեցումները, հա, ղեկավարման փոխվում են։ Բայց Viva-ի արժեքները չեն փոխվել։ Viva-ի մարդիկ շատ մարդիկ չեն փոխվել։ Մենք օրինակ հիմա այս տարի տոնելու ենք մի արդեն 2-3 շաբաթից տոնելու ենք մեր 20-ամյակը, եւ մենք ունենք շատ աշխատողներ, ովքեր մեզ մոտ աշխատում են 20 տարի։ Մենք իրենց հատուկ շնորհակալություն քիչ իրենց 20 տարին քիչ ինչ հունվարը սկսվել է պատկերացնում ես չէ մարդիկ կան ու 20 տարին արդեն սկսում է ոնց որ լրանալ հուլիսի 1-ին ենք տոնելու Viva-ի 20-ամյակը, բայց դե արդեն ունենք նորից ասեմ աշխատողներ, ով 20 տարի են մեզ մոտ աշխատում։ Արժեքներ, որ մենք մարդակենտրոն ենք, որ մեր համար աշխատողը իրոք կարևոր է, կորպորատիվ մշակույթը, այն ամենը ինչ դրվել էր, իհարկե շարունակվում է։ Այդ առումով, որ ասեմ բան է փոխվել, չէ, բայց իհարկե ամեն մի առաջնորդ իր ղեկավարման ոճն է բերում, որը եւ շատ հավես է, նոր բան է սովորում, նոր ճանապարհ է անցնում։ Ուզում եմ հիմա Viva-ից մի պահ անցնենք դեպի ընդհանուր HR ոլորտ։ Թրեյնինգների թեման դու միշտ նշեցիր, որ շատ ցավոտ թեմա է քո համար։ Ես ուզում եմ խոսել, ինձ համար էլ է շատ ցավոտ թեմա։ Թրեյնինգների անցկացման խնդիր Հայաստանում փաստացի կա, մի քանի խնդիրներ կա, ես իմ մոտ նշել եմ այդտեղ, օրինակ մասնագետների կրկնվելու խնդիրը, մասնագետների որակը եւ կազմակերպման, բուն կազմակերպման հետ կապված հարցեր կան։ Ինչ ես կարծում։ Ինչ է պետք մեզ անել, ոնց պիտի լինի այդ կարգը։ Ընդհանրապես ես ունեմ իմ պատկերացում այդ կարգը ոնց պետք է լինի, բայց կարծում եմ դու մեր մեջից պրոֆեսիոնալ դու ես այդ մասնագիտության մեջ եւ դու ավելի ճիշտ կասես։ Մեր մեջից ամենապրոֆեսիոնալը էսպային այդ մեր մեջից չէ, բայց մեր կողքից Արփի Կարապետյանը էս ամեն ինչի շուրջ կխոսեր։ Արփի հետ ենք այս հարցը շատ երկար քննարկում, նայ խնդիրը ու HR ասոցիացիան շատ կարևոր դեր ունի, ասեմ HR ոլորտի մեջ HR ասոցիացիան այն կառույցներից է, որ իմ համար կարևորագույն դեր է տանում Հայաստանով մեկ, որտեղ իրոք կրթվել, սովորեցնել, համախմբել HR-ներին իր շուրջ կարևոր դեր ունի ու հաստատ Արփին պետք է շարունակի այդ կտոր ու վստահ եմ կշարունակի։ Եվ մենք անդամակցում ենք այնտեղ եւ բոլոր HR-ներին խորհուրդ ենք տալիս եկեք անդամակցեք։ Այո, ես իրոք գտնում եմ, որ ով HR-ը պետք է լինի այդտեղ, որովհետեւ այդտեղ լիքը բան է քննարկվում։ Ես իմ համար ունեմ իմ պրոֆեսիոնալ ֆավորիտները շուկայում, որոնցից իհարկե մեկը նշեցի արդեն HR ասոցիացիան է, երկրորդը, որ ես շատ ուրախանում եմ, դա Magnus HR-ն է, Անի Մերուժանին է, լիքը մեծ գործ անում HR-ի մեջ,
ու հենց ՏՏ ոլորտի մեջ Talentus HR կա, որը էլի բավականին հետաքրքիր ծրագրեր է անում, Թումայնց ընկերություն կա, որը խորհուրդ եմ տալիս Գայանեն եւ Մարիամ Համբարձումյանն են էլի գործանում այդտեղ, այդպես հիմա որ մտքիս կգա Անուշ Մանուչարյանին կարող եմ նշեմ, որ էլի HR ոլորտում, բայց նայի խնդիրը ինչն է, տրեյնինգների մասով մենք չունենք հավաստագրման մի հատ process, որ օրինակ ոնց է խոսում էինք Արփիի հետ իրավաբանների բան կա, պալատ կա, որը չէ, ինչ որ մի բան միջև չանցնես, լիցենզավորման հարց կա, տես կա բանկերի միություն, որը որ ինչ որ բաներ պիտի հավաստագրի նոր առաջ կա, HR-ի մեջ ցավոք սրտի այդպես հենց հավաստագրված HR ասոցիացիան ունի հավաստագրված կարծեմ 4 տրեյնինգ, տոլի տրեյնինգ կամպանիա, այ հիմա սխալ բան չխոսեմ, բայց որ օրինակ ինչն է հիմա խնդիրը շուկայում, ով արթնանա առավոտ, ով շուտ արթնանա, եւ ով շուտ արթնանա առավոտ, ինքը անում է տրեյնինգ, թե ինչ ասեց այդ տրեյնինգի ժամանակ, ինչ նյութ տվեց, հետո այդ մարդիկ գնացին ոնց մարսեցին այդ նյութը, հետո գնացին ինչի այդ նյութից դուրս եկած իրենց մեջ ինչ որոշումներ կայացրեցին, մի տեսակ այդ կտորը մեր շուկայում հիմա լավ զարգացած չի, լավ դրված չի, ես ուղղակի անհանգստանում եմ, որովհետև HR-ի պահը մեկ բարբերաբար բում է ապրում, հա, այսպես մեկ է լիքը ոնց որ նոր sense մասնագետներ ասում են, ես ուզում եմ դառնամ HR, ինչի ես ուզում դառնաս HR, եմ մասնակցել եմ մի ամսանոց դասընթացի, այդ ոչինչ չի նշանակում, հա, դասընթացի պարտադիր է, սովորելը պարտադիր է, ես շատ ուրախանում եմ, որ հիմա մենք համալսարաններում ունենք բանը master's ծրագրեր, HR-ի վերաբերյալ անպայման պիտի շարունակվի, ես հիմա լինելով 15 տարի HR-ի մեջ առաջին անգամ իմ համար շատ կարևոր որոշում եմ կայացրել SHRM սերտիֆիկացիա անցնելու եւ ես ամեն օր այս շաբաթ օրը ամսի 7-ին ես 4-րդ դասի էի ամեն օր ու RP-ից հետ եմ դա անում, ոչ թե հիմա սա ասում եմ բացարձակապես ռեկլամ չի, սա խորհուրդ է, եթե դուք ինքներդ կարող եք նստեք սովորեք, բայց եթե զգում եք, որ օրինակ իմ նման դրա ժամանակը չկա ու մեկը պետք է որ ձեզ կառավարի եւ ճիշտ ուղղորդի, RP-ն շատ լավ գործ է անում այդ առումով, որ իրենց հետ կարող ես այդ ճանապարհը անցնես։ Քննությունս տարեվերջ է, կհանձնեմ թե չէ չգիտեմ, ուզում եմ տրամադրվեմ, որ կհանձնեմ, բայց որ սա պիտի ես սովորեի դեռ ավելի շուտ, այս SHRM սերտիֆիկացիան ամեն ինչ դնում է քո ուղեղի մեջ, ոնց որ դարակաշարերի պես։ SHRM-ը բացվում է senior strategic HR management-ը ինքը ու ինքը ոնց որ HR-ի սերտիֆիկացման ծրագիր է։ Եթե դու ուզում ես լինես HR-ի մեջ, այդ գրքերը պիտի կարդաս, պիտի սովորես, շատ բան կա որ կարդում եմ, երևի 80%-ը կարդում եմ, ասում եմ, վայ, ես էս գիտեի, կիրառում էի, բայց չգիտեի օրինակ, որ սա այսպես է կոչվում, կամ չգիտեի օրինակ, որ հա, սա որ այսպես անես, սա էլ կլինի, շատ բան եմ ես հիմա սովորում, շատ բան արդեն գիտեի, ու ինքս իմ մեջ վերահաստատվում եմ, որ ամեն ինչ ճիշտ է։ Դրա համար եթե ուզում ես լինես HR-ում դա պարտադիր է, վերադառնանք տրեյնինգների այդ բացը մենք ունենք շուկայում, պիտի ամեն մարդ ինչ իմ խորհուրդը հիմա, ուղղակի երբ որ տեսնում է, որ կա HR տրեյնինգ, ինչ որ մեկը հայտարարել է HR տրեյնինգ կամ որևէ տրեյնինգ, մի քանի հարց թող տա, ով է տրեյները, այսինքն ինչ փորձ ունի, փորձառություն ունի, ընդհանրապես գոնե պրակտիկ HR, գոնե միտեղ աշխատել է թե չէ, ինչքան ժամանակ է աշխատել, 10 րոպե դելով գոնե 15։ Ինչ սերտիֆիկացիա ունի, որ գնում ես բժիշկի, բժիշկը պիտի մի հատ թուղթ տա, չէ, որ ավարտել է։ Լավ, ինչի տրեյնինգների ժամանակ այդ հարցը չենք տալիս։ Մի քիչ դրա համար ինքը իմ համար ցավոտ հարց է։ Եվ երբ ինձ դիմում են նոր սկսնակ մարդիկ, ովքեր ուզում են լինել HR-ում, ես օրինակ հիմնականում երկու տեղ եմ խորհուրդ տալիս, դա HR ասոցիացիան է եւ Magnus HR-ն է։ Ընդ որում շատ հաճախակի խորհուրդ եմ տալիս երկուսն էլ անցնել, որտեղ մի քիչ տարբեր մոտեցումներով են երկու ընկերությունն էլ աշխատում, որը շատ լավ է, որտեղ այնտեղ չկա կրկնօրինակել, այնտեղ չկա նույն թեման տալ, ու դրա համար լավ կլինի։ Ու պլյուս արդեն անցնի պրակտիկ ինչ որ փորձ, ինչ որ մի ընկերությունում։ Իսկ մեր տեսանկյունից, իմ տեսանկյունից
Training-ները ընկերություններում հաճախ կազմակերպվում են սենց։ Օրինակ training, արի, այս ինչ թեմայով ենք ուզում, թեման սա է, չգիտեմ, ձեզ են կընտրել տեխնացուներից մեկ եւ այլն, դու թեման ներկայացնում ես եւ այլն, բայց հիմա օրինակ ես ոնց կուզեի որ լիներ։ Ես օրինակ կուզեի որ ինձ հետ կապվող մարդը ասեր օրինակ մենք ուրեմն ունենք այս նպատակը, ուզում ենք սա այս մետրիկան բարձրացնենք եւ հետեւաբար այս խնդիրներից ելնելով որոշել ենք այս տրեյնինգը անենք։ Դուք խոսելու եք այսինչ մարդկանցից հետո եւ այսինչ մարդկանցից առաջ, հետեւաբար հաշվի առեք, որ ձեզնից հետո օրինակ leadership են տալու, իսկ ձեզնից առաջ, չգիտեմ, խարիզմայի մասին կամ էմոցիոնալ ինտելեկտի մասին։ Այդ ձեր մեջտեղի կտորը դուք նենց արեք, որ իրանք կպնեն դրանց, որովհետեւ տենց ավելի լավ կլինի։ Ատկարի մեթոդը, որ մարդկանց նախապատրաստում են մինչև տրեյնինգ, նյութեր են ուսումնասիրում այդ մարդիկ, այդ մարդկանց հետ զրուցում են, ինչու պետք է տրեյնինգ անցնել եւ այլն։ Որքանով են Հայաստանում այս ամենը անում։ Ես չգիտեմ որտեղ ոնց են անում, այն ինչ որ դու թվարկեցիր, մենք անում ենք, հաշվի առնելով հետեւյալը։ Նախ նայի տրեյնինգի նպատակը եւ ոնց ասեմ, տրեյնինգի պլանավորում ես անում դու ընկերությունում։ Մենք օրինակ ամեն տարի ունենք հատուկ ֆայլ, որը ուղարկվում է բոլոր ղեկավարներին, խնդրում ենք իրենք լրացնեն, թե ինչ տրեյնինգներ են իրենք ուզում, որ իրենց աշխատողները անցնեն։ Ընդ որում ֆայլի մեջ կա նաև ինֆորմացիա անցած տարի աշխատողները ինչ են անցել։ То есть որ հա հիմա ղեկավարը հոպարտավոր չի անգիր հիշի իր թիմում օրինակ կա 10-15 հոգի մարդ հոպարտավոր չի հիշելու ինչ է անցել։ Դրա համար մենք լրացնում ենք, ասում ենք նայի ունես 10 աշխատող, 10-ից օրինակ այսքանը այսինչն են անցել, այսքանը այսինչ է, այսքանը այսինչ է, այս մեկը օրինակ չգիտեմ, անցած տարի տրեյնինգի չի եղել, օրինակ եմ ասում, բայց այդպես չպետք է լինի, խոսքը գնում է օրինակ չի եղել դրսի տրեյնինգի, միշտ պետք է ինչ-որ մի տրեյնինգ on-line կլինի, ներսի կլինի, աշխատողը պետք է միշտ ինչ-որ մի բան սովորի, շարունակական կրթության կարևորը եւ տրեյնինգների մասը կարևոր են։ Հիմա տես, արդեն երբ որ լրացրեց դու ինքդ քո համար նաև որպես HR պիտի որոշես հետևյալ մի քանի բանը։ Ինչի վրա ես ուշադրություն դարձնում։ Առաջնորդների զարգացում, front line-ի զարգացում։ Առաջնորդների զարգացում ինչ է նշանակում։ Այդտեղ գալիս է լրիվ քո ասածը։ Ինչ կոմպետենցիաներ ունեն ղեկավարները։ Ինչ կոմպետենցիաներով են գնահատվում ղեկավարները։ Ըստ դրան դու արդեն հանում ես այն տրեյնինգները, որը քեզ պետք են, որ զարգացնեն այդ հմտությունները։ Հիմնականում եթե in-house են կանչում, 1-2 տրեյներ չի լինում, ինքը լինում է ոնց որ մի տրեյներ, մի թեմայի շուրջ, բայց կարող ես ուղարկել տրեյնինգի, որտեղ որ մի քանի տրեյներ լինի, հա։ Արդեն քո ասածն է, այսինքն հստակ տրեյները պետք է նախապես պայմանավորվի, հարցնում է, ովքեր են լինելու այդ տրեյնինգին, ովքեր են այս մարդիկ։ Մենք տրեյներներ ենք ունեցել, որ անուն, ազգանուն, պաշտոն, արդեն երբ որ դու ստորագրել ես պայմանագիր ու կարողանում ես այդ ինֆորմացիան իհարկե կիսես, մարդուն պատմում ես, ովքեր են լինելու, առաջնորդներ են գալիս, ղեկավարներ են գալիս, ինչ թեմայի շուրջ են խոսում։ Տրեյները նաև իրավունք ունի մի քանի հոգու հետ հանդիպի մինչև տրեյնինգ, պարտադիր, որ մի ընդհանուր հասկանա tailored, այսպես ասած, այսինքն քո վրա կարված տրեյնինգ մատուցի, հա։ Այդ tailored տրեյնինգները իրենք պարտադիր են հատկապես, եթե դու ղեկավարների հետ գործ ունես։ Երբ որ դու junior ղեկավարների հետ ունես, հա, ցածր օղակի ղեկավարների հետ գործ ունես կամ front line-ի հետ ունես, հա, այնտեղ պետք չի հանդիպել, որտեղ դու կոմպետենցիաները գիտես։ Օրինակ, զանգերի կենտրոնի աշխատողների համար բոլորս գիտենք, որ ստրեսակայունությունը, կոնֆլիկտների ճիշտ լուծումը կարևոր է։ Այդտեղ պետք չի դու աշխատողների ժամանակը կորցնես, նախապես աշխատող կանչես մի հատ էլ հարցազրույցի միջև այդ։ Բայց պարտադիր է, որ նստի HR-ը տվյալ ֆունկցիայի ղեկավարի հետ, հասկանա, թե ինչ տրեյնինգ ես բերում, որտեղ իր աշխատողներին դու օպերացիոն կայից հանելու ես, չէ՞, դու գիտես, աշխատել ես ընկերությունում, պատկերացնում ես, որ օպերացիոն կայից հանել ինչ է նշանակում։ Դաժան, շատ դաժան։ Այո։ Ու ես ասեմ մի պահ, ես փորձում էի այդ գրաֆիկները իմ առաջ դրած էր, ես ինքս կազմում էի, ով որտեղ որ տրեյնինգին պիտի մասնակցի։ Ես դու պատկերացրու մի հոգու հանելը, քո ամբողջ գրաֆիկը խախտվում էր, ճիշտ է։ Ու հետո ես մեկին բերում էի, ես մեկի փոխարեն, ես մեկը փոխարինում էր, հետո ասում եմ մի վարքան, ես մեկը որ փոխարինեց, բայց ի մասնակցում է, ու հետո նորից հետ էի գնում, նորից հաշվում էի։ Մեկն էլ որ գնա արձակուրդ, վсё։ Էլ արդեն ստացվում։ Ես դարել եմ 2 օր օքոնոս թիմի մեջ պատկերացնում, դա ինչա կատարվում, երբ 1000 եւ ավել հոգի են մարդիկ։ Մի հատ
շատ կարևոր բան կա, ասենց տրեյնինգներ են անում, տրեյնինգներ ու ընկերությունները շատ լավ է որ հիմա գնացել են նրան, որ արդեն ներդրվում են իրենց աշխատակիցների ներգրավվածությունը բարձրացնելու, երջանկությունը բարձրացնելու եւ այլն։ Բայց Մարիաննա, դու լավ գիտես, որ երջանկությունից մինչև պրոֆեսիոնալ այրում, այդ ներգրավված այդ աշխատակցից մինչև այն որ աչքերի տակը մեշոքներ ասև, ընդամենը մի քայլ է պակասում, որ այդ ներգրավված աշխատակիցը մեկ էլ տեսնում ես, всё, չկա ինքը։ YouTube-ում հեղինակին աջակցելու համար ամենամատչելի ձևը դա ուղղակի բաժանորդագրվելն ու լայք դնելն է։ Իսկ եթե շատ առատաձեռն եք, կարող եք նաև մեկնաբանություններում գրել ձեր կարծիքը թողարկման մասին։ Իսկ այն մարդիկ, ովքեր ամեն թողարկումներին դա անում են, ես ձեզ շատ շնորհակալ եմ։ Գնացինք շարունակությունը դիտելու։ Նախ ես այրման խնդրի հետ կապված ունեմ շատ մի քիչ տարբերվող շուկայականից կարծիք, ես գտնում եմ, որ այրումը պրոֆեսիոնալ նոր երևույթ է մի պարզ պատճառով, որտեղ հետաքրքիր որ Google Ngram-ներով փնտրում էի, թե professional burnout բառը երբ են մարդիկ սկսել search տալ ու դա սկսել էր մոտավորապես 2000-ականներից դրանից առաջ չկար 2003-6-ից 6-ից մինչև այդ ուղակի հոգնած էիր մինչև այդ մարդիկ հոգնում էին ուղակի բայց մի հատ կարևոր բան կա ես ասում եմ մարդիկ հոգնում են միշտ բայց մեր ժամանակների հոգնածությունը տարբերվում է նրանով գիտես ինչը որ մենք չենք էլ հանգստանում Երբ որ դու ավարտեցիր աշխատանքը գնացիր տուն, դու հանգստանում ես։ Դու հեռախոսը վերցնում ես ճանապարհին, մտնում ես հեռախոսի մեջ, հետո հասնում ես տուն, TV-ն ես միացնում կամ էլի մտնում ես հեռախոսի մեջ, որ չհատերում նամակների ես պատասխանում, հետո ինչ-որ մեկի հետ գրվում ես, հետո մի հատ ֆիլմ ես նայում, ամբողջ ընթացքում քո ուղեղը ինչ-որ process-ների մեջ է։ Իսկ երանելի է Հայաստանի Հանրապետության բոլոր աշխատող կանայք քեզ ուզում են այս պահին ուտեն, որտեվ չթվարկեցիր ոչ մի բան, որ անում է կինը աշխատող երբ գնում է տուն դու երբ մեքենայով ես տուն գնում հա նայ ես գնում եմ հաճախ աշխատանքի հանդիպման մետրոյով քանի որ ապրում եմ միտեղ որտեղ մետրոն տանս ուղիղ դիմաց մեքենայով գնում բայց ես չեմ վարում եթե այդ էր հարցը oh my god Ես էլ եմ գիտես չէ քո նման ուզում Ես վախենում եմ վարելուց շատ սիրում եմ վարել մեքենան սիրում եմ արագությունը սիրում եմ բայց հատկապես Երևանում սարսափում Ես էլ եմ ուզում իմ փոխարեն վարեն ես նստեմ ինձ համար վայել եմ պատանից դուրս անձրևը ասածս ինչ էր ես մետրոյով երբ գնում եմ ես տեսնում եմ ինչա կատարվում Մարիաննա ես հավաստիացնում եմ մարդիկ անկախ սեռից ու անկախ տարիքից տատի պապի էլ կապ չունի պապիները նստած TikTok են թերթում մետրոյում ես նայում եմ այսպես գծով նստածա 5 հոգի 5-ից մեկն է որ հեռախոսի մեջ չի մնացած բոլորը հեռախոսի մեջ են Չէ, ես նկատի ունեմ երբ հասնում ես տուն հատկապես աշխատող կանայք կամ այն տղամարդիկ ովքեր որ մասնակցում են ընտանիքում գործին, հա, դու էլի չես հանգստանում, որովհետև դու արդեն տուն, տեղ, ճաշ, ասում եմ կյանքում չէի մտածի, որ ամենադժվար որոշումը ինչ եփել այսօրն է մինչև կյանքիս վերջ։ Մարիաննա, ես հիմա մենակ եմ ապրում ու ես հաճույք եմ ստանում, երբ ես ամանները պիտի լվանամ, օրինակ։ Դա ինձ համար ռելաքս է, դա ինձ համար մի հատ process է, որի ժամանակ ես մտածում եմ, անջատում եմ ուղիղ եւ այլն։ Հակառակի պես երբ որ նստում եմ օրինակ ինչ որ մի բան նայելու, այդ ընթացքում չեմ հասցնում ոչինչ մտածել։ Մենք արփի հետ դրա մասին խոսում ենք։ Մի հատ բան կա, որ ասում եմ, երբ դու զգում ես, որ արդեն թագդ մեծացել է, գնա աման լվա։ Հիմա այդ բահնա, որ այդ մոմենտն է ստոք իրարու։ Նայ, ինքը իրականում կարելի է հաճույք ստանալ իրոք ամեն ինչից, հաշվի առնելով ինչն է քեզ երջանկացնում։ Օրինակ, ասենք ինձ համար ինչ-որ մի բան եփելը, հատկապես երբ որ ես մտքումս ինչ-որ մի նոր բաղադրատոմս եմ որոշել, ինչ-որ մի բան եմ արել, հավես է։ Այդ ոչ միշտ է տենց։ Օր կա, որ ոչ մի բանի հավես չունես, այդ դեպքում կամ ձեռի հետ մի բան հորինում ես, կամ սկսում ես նվնվալ եւ պատվիրվում է ինչ-որ մի հեշտ բան, որը արդեն կյանքդ հեշտացնում է։ Ամեն ինչի լուծումը կա իրականում։ Հա, ինչի՞ չէ։ Ամեն ինչի լուծումը խինկալին է։ Մի օրինակ, մի երկու օր առաջ մենք բանը մեր Viva-ի երեխեքով լանչ էինք բանը խինկալի շատ համով միասին էլ ենք գնացել խինկալի մոռանանք այդ փաստը լավ հիմա մարդկանց բանը չտանջենք մեր խինկալիներով ով սովածանայում կներեք ով սովածանայում ներողություն ենք խնդրում բայց ով սովածանայում եւ այս պահին տաննա կարող է եւ հաց ուտի եւ շատ համով ինչ որ մի բան բայց եթե վերադառնանք նայ մասնագիտական այրումը այո ինքը նորաձև տերմին է բայց հոգնածությունը նորաձև տերմին չէ
էներգիայի անկումը նորաձև տերմին չէ, զգալ, որ դու իմաստը կորցնում ես կյանքի եւ աշխատանքի, դա նորաձև տերմին չէ։ Ամենակարևորը այստեղ առաջի զանգակները մի քիչ քո հետ ոչ թե համաձայն չեն, որ ինքը մի րոպեում է լինում։ Դու կարող ես մի րոպեում նկատես, որ բանը բանից անցել է։ Ու շատ կարճ ժամանակ Մասնագիտական այրումը եւ ընդհանրապես հոգեպես այրումը ինքը երկարատև process է։ Ինքը ոնց որ զարգանում է, աճում է, մեկը մեկի վրա է կուտակվում, եթե դու ոչինչ չես անում այդ թեմայով։ Այսինքն ինքը մի օրում չէր։ Մի օրում երջանիկ ես, մի օրում չէ, դա դիագնոզ է, արդեն ուրիշ բան է։ Կներես արի վախենալու բաներից չխոսանք։ Այդ արդեն պաթոլոգիա է, թե այդքան արագ է քո վիճակը փոխվում։ Բայց եթե խոսքը իրոք տանում ենք այրմանը, իրա նախանշաններ կան, որ արագ ինչ որ էմոցիաների այ սկսեց փոփոխությունը, արագ հոգնում ես, ինչ որ մի բանի մեջ հաճույք չես ստանում, կյանքի իմաստը կորցնում ես, աշխատանքի իմաստը կորցնում ես։ Այդ նշանները հենց տեսար, մի հատ պիտի ստոպ տաս, ես միշտ ասում եմ զանգերը, ես իմ կյանքում որ պահին իմ գլխի մեջի զանգերը իգնոր եմ արել, մի խնդրի առաջ կանգնել եմ։ Որ պահին ես զանգը ուշադրություն եմ դարձրել, մի պահ ստոպ եմ տվել ու կանգնել նայել եմ, ավելի հեշտ եմ կարողացել ինքս ինձ օգնել։ Դրա համար խորհուրդ բոլորին, որ ով զգում է, որ ինքը մասնագիտական այրման մեջ է, ուրեմն ինքը մեջն է, պետք չի հարցնել, հա, թե չէ, երևի չէ, ինդիվիդուալ է, բայց դի մի հատ ստոպ տաս։ Եթե այդ հարցը քո մոտ առաջացել է, ուրեմն պիտի ստոպ տաս։ Ոնց ես ասում, ես հենց 2 շաբաթը մեկ ժիրայր ասում եմ, եթե ուզում ես շփվել, բարի, adekvat եւ բարի Մարիանայի հետ, սիրառատ Մարիանայի հետ, եւ այդ ինչ որ մի տեղը պիտի լինի ինչ որ պատմական տեղ, մեր հին եկեղեցիները, որտեղից ես ուղղակի մեծ էներգիա եմ ստանում, դաշտի ծաղիկ, օրինակ դաշտի մեջ մի հատ աթոռ էինք գտել, այդ որ նստեցինք նկարվեցինք, երջանկությանս չափ չկար ու բոլորը զարմացան, ես ոնց նկատեցի այդ աթոռը, որտեվ երբ որ դու ուզում ես հետաքրքիր բան նկատես, դու իրան նկատում ես, որ շատ པարզ է։ Ընդ որում ասեմ, լրիվ նոր աթոռ էր, ահա որ սիրուն աբիվկայով, որտեվ ժիրայրը սկսեց վախեցնել, որ հեսա մկներ են դուզ գալու բան, աբսոլյուտնա ընտիր մեբելի աթոռ։ Որտեղ էր։ Հիմա երևի չկա, Արագածի ճանապարհին Երևանից որ դուրս ես գալիս, այդ մակի դաշտերն էին գնացել պեղելու, մակ ռամաշկա միքս դաշտ էի գտել, որ ուզում էի պեղել, ռուս բլոգերների շնորհիվ։ Եվ այնտեղ այդ աթոռը հայտնաբերեցինք։ Ամեն մարդ իր էներգիայի աղբյուրը պիտի գտնի։ Այդ կլինի գիր կարդալ, կլինի եւ այլն, ինչ որ մի ճանապարհորդել, ինչ որ մի բան սովորել, ուղղակի պիտի ուշադիր լինես, որ չանես մի բան, որը վնաս է տալիս քեզ, հա։ Օրինակ մարդկա շատ է ուտում, մարդը ես եմ օրինակ, կամ ինչ որ շատ է շոփինգ անում, այդ մարդը ես եմ, կամ եկե պահիտա կարող անջատվես TikTok-ի մեջ ու շատ ժամանակ կորցնես։ Այսինքն այն ինչ որ քեզ վնասում է պիտի չանես, որտեվ դրա գինն ես դու վճարում, իսկ այն ինչ որ քեզ ոգեշնչում է եւ իրոք էներգիա է տալիս, մարդկանց հետ շփումը, օրինակ ես շատ ուրախանում եմ, օրինակ չգիտեմ, նույն ուսանողների հետ շփումից եմ շատ ոգևորվում, ոգեշնչվում, որ տեսնում եմ ինչ պայծառ երիտասարդություն ունենք։ Ես ուղղակի ապշում եմ, թե այդ երեխեք ինչքան նպատակասլաց են, ինչքան ավելի հնարավորությունների տեր մարդ են ու իրանցից մեծ մասը օգտվում է այդ հնարավորությունից։ Կա չէ, բայց դե տենց կա ամեն տեղ։ Շուտ են սկսել ուղակի, գիտես չէ։ Շատ շուտ են սկսել։ 16-ում ես հիշում եմ, ես ֆուտբոլ էի խաղում, ինչ որ Բաքում աղջիկների էի սիրահետում եւ այլն, իսկ հիմա 16 տարեկաններ ինձ նամակ են գրում, Դավիթ ջան, իսկ եթե ես բիզնես հիմա չունեմ, դեռ նորմալ է դա։ Ասում Հաճան քո տարիքում Ինչ ես դու պատասխանում։ Ես ասում ես ճիշտ ասած քո տարիքում չեմ ունեցել ու նորմալ եմ մեծացել, ինձ թվում է նորմալ է։ Դե բայց քո տարիքում ես ինչ որ բան չի ասում տղես դինոզավրի դարից ես դու մամա ջան, դա էլ հարցի։ Դինոզավր ախր բան կա, չէ։ Դե ես կոնկրետ դինոզավրի դարից եմ, դու չէ, այնց որ դու մի համեմատի։ Վիգոտսկին հետաքրքիր տեսություն ուներ, չէ, մոտակա զարգացման դաշտը, որ դու պետքա ոչ թե թռնես միանգամից բիզնես, այլ մի հատ մոտակա զարգացման դաշտը բացահայտի, եթե դու 4 թաթ ես քայլում, միանգամից մի վազորդ ուզեցի դառնալ, հա, մի հատ երկու ոտերի վրա կանգնի նոր ամբիցիաներդ։ Բայց քեզ տեղում կասեմ, որ իսկ ինչ է երբ ասում են dream big,
dream big, think out of box եւ այլ բաներ։ Բայ այ ասեմ, նենց հետաքրքիր բան ասեցիր, ես վերջերս մի հատ հոդված եմ սկսել գրել, որը հիմա մոտ օրերս երևի թե բան կանեմ, կփոստեմ։ Ուրեմն մտքիս ինչ եկավ, որ անդադ խոսում ենք think out of the box-ի մասին։ Հետո մտքիս եկավ մի հատ ուրիշ արտահայտություն, որ հաճախակի ասում են think like there is no box at all, այսինքն մտածիր այնպես, ինչպես կարծես արկղ չկա ընդհանրապես։ Բայց ես հետո սկսեցի ինքս ինձ մարտահրավեր նետել ու ասել, որ բայց ախր մի րոպե, չէ որ մեկ-մեկ պետք է մտածել within the box, որովհետև տեղեր կա, որոնք դու ուզես թե չուզես պիտի մտածես ըստ տվյալ պրոցեդուրայի, ըստ տվյալ կանոնակարգի եւ դրա մեջ վատ բան չկա։ Դիսցիպլինան никто не отменял, եւ դա շատ կարեւոր է եւ առանց դիսցիպլինայի ոչ մի մեծ ընկերություն հատկապես եւ ոչ մի նույնիսկ փոքր բիզնես։ Նույնիսկ եթե այդ բիզնեսը ընտանեկան է, եթե այդ բիզնեսում չկան հստակ դրված կանոններ, մոտեցումներ, երբ ինչ են կանում, ինչ չեն կանում, չէ որ դա within the box thinking է։ Բոքսի մեջ ենք մեր։ Ես ված բան չեմ տեսնում բոքսի մեջ, եթե ինքը քեզ չի խանգարում, չի կաղապարում։ Բայց հարցը նրանում է փոքր է քո բոքսը, թե մեծ։ Օրինակ, եթե դու ապրում ես մեծ բոքս, օրինակ մեծ բոքսի մեջ, մտնում է օրինակ մեր փիլիսոփաների ժառանգությունը, ֆիզիկների ժառանգությունը, գիտնականների, բանաստեղծների, պատմաբանների, այդ ամեն ինչը բոքս է մեծ, որը մենք ժառանգել ենք, այդ բոքսի մեջ ապրում ենք։ Ես այդ բոքսից դուրս չեմ կարող մտածել, չգիտեմ, մտածեմ այնպես, ինչպես վիկինգներն էին մտածում կամ հիմա Մադագասկարում ինչ որ Կուանտանա ցեղի ներկայացուցիչներ։ Հա, որտեվ կա բաներ, որ գիտես ուղղակի ինչի չեմ փոստում այդ հոդվածը, որտեվ մտածում եմ, որ կարող է լրիվ հիմարություն եմ մտածել, հələ չեմ իրան էփել, որ ճիշտն ասեմ։ Իմ կարծիքով ինդիվիդուալիզմի այդ սեփական էգոյի եսի վրա կենտրոնացիր քո վրա եւ բան եւ այլն, այդ քարոզի կենտրոնում դրված է, որ դու պիտի ձգտես լինել end of դու կաս իրականում։ Միաժամանակ քեզ դնում են ասելով out of box մտածի ու դա ինք իրենով արդեն box է, ուրիշ box է։ Ավելի մեծ, համար ես չեմ որոշել։ Իմ համար այդ բանը, որ ասում եմ, մարպես կարող է ինչ որ շատ էս փիլիսոփայում եւ իրականում այդ անկաբանը, ուրեմն մի հատ բան պատմեմ հարցազրույցներից, երբ որ մենք ամերիկյան դեսպանատանն էի աշխատում, դա շատ հին թվեր եմ հիմա ասում, 97-98 մինչև 2010, երբ որ արդեն գնացի սթար այդ թվերին, բավականին երկար աշխատել եմ եւ առաջին անգամ տարօրինակ հարցը, որը հարցազրույցի ժամանակ լսել եմ ամերիկացիներից, դա եթե չլիներ մարդ, լիներ կենդանի, ով կլիներ եւ ինչու։ Ուրեմն այդ հարցը առաջին անգամ լսեցինք, մի ամերիկացի ինչ-որ մասնագետից, ես դաժե մի ժամանակ այդ հարցը կիրառում էի, հետո հասկացա, որ ինչ-որ մարդիկ կան, որ նաև սովորում են այդ հարցը թեկուզ ինձանից տալ, իսկ այդ հարցը պետք է շատ զգուշ տալ, այդ հարցը պետք չի տալ, որտեվ հիմա մանավանդ դիտվում է, որ կարող է վիրավորես մարդուն, ինչ նշանակում մարդ չես կենդանի ես։ Հիմա կվադրոբերների շրջանում։ Հիմա կարող է ինքը նորից դառնա շատ արդիական, որտեղ մարդ կա իրան իրոք կենդանի էլ զգում է։ Բայց ինչ եմ ուզում պատմեմ, ուրեմն շատ լավ հիշում եմ, առաջի անգամ շատ զարմացել էինք, սենց հայերով հավաքվել էինք խոհանոցում, ասում եմ, լսեցիր, չգիտեմ, ասենք, բան, Craig-ը էս ինչ հարցը տվեց, օրինակ, հա, այսպես խոսում ենք իրար մեջ, ու ընկերուհիս ասում եմ, երեխեք, գիտեք ես ինչ կպատասխանեի այդ հարցին, ես կպատասխանեի, իսկ ես դելֆին եմ, ինչու դելֆին, որովհետև ես դելֆինների պես մարդամոտ եմ, թիմային աշխատանք եմ սիրում, դելֆինները իրար հասկանում են նույնիսկ ու ես Դավիթ չեմ չափազանցնում, մի 20 րոպե շարունակ իմ ընկերուհին պատմում էր ինչու է ինքը դելֆին ու այսպես մեր ճաշարանում USDA-ի լռություն է քար, որովհետև սենց ապշած լսում ես, թե լավ ինչքան կարելի է խոսել դելֆինի մասին, եւ մի շատ դեմք տղա ունեինք, սենց ասեց գայ իսկ հետո դու կհասկանաս, որ քեզ ոչ մեկ չի հասկանում ու կասես I'm sorry, I'm just a dog։ Կներեք ես պրոստը շուն եմ, որտեղ ավելի հեշտ էր պատմել շան մասին, քան այդքան երկար դելֆինի։ Հիմա ես շատ ժամանակ մտածում որ կարող է պետք չի այդքան լիքը բաներ ծանրացնել եւ բարդացնել, որտեղ շատ ժամանակ պրոստը you're just a dog հարցը փագի։ Բայց թեման իրոք հետաքրքիր է, որտեղ մենք որպես հասարակություն ստիպում ենք մարդկանց մտածել out of the box,
բայց ամբողջ հասարակությունը կառուցված է բոքսի վրա, որովհետև կան կանոններ, օրենքներ, ի վերջո եւ ի սկզբանե հստակ հա ձևաչափեր, ոնց պիտի աշխատես։ Դրա համար եթե նայած իրան ոնց ես նայում, եթե դու think out of the box տվյալ գործի, տվյալ պրոյեկտի շրջանակներում, որտեղ նույնիսկ չեմ կարող ասել հաստիկի, որտեղ այդ մի քիչ արդեն հենց ասում ես հաստիկ, բոքսը շարեցիր տեղում։ Արդեն բոքս է ինքը։ Դրա համար եթե ինչ-որ պրոյեկտի շրջանակներում նայես այդ ծեծված արտահայտությունը, այո, եթե խոսում ես կրեատիվության մասին եւ միտքդ shift անելու մասին, ուրիշ ձևով մտածելու, հա, բայց եթե խոսքը գնում է քաոտիկ վիճակի մասին, դա նախ սխալ է, որովհետեւ չի բերի ճիշտ արդյունքի եւ երկրորդը լիքը դեպքում անընդունելի կլինի, էլի։ Այո, քաոսի մասին է հենց ասվում վերջում։ Վերջին հարցը եւ իմ կարծիքով կարեւորագույն հարցերից մեկը։ Մենք Արփի հետ այդ հարցը քննարկեցինք, Արփին ասեց իր կարծիքը բավական տարբերվող էր։ Ինչպես են ապահում work-life balance-ը եւ Արփին ասեց, որ ինքը չունի տենց կարծիք, որ պետք է պահել կամ բան, որովհետեւ իր աշխատանքը իր հաճույք է պատճառում եւ չի բաժանում աշխատանքը իր կյանքից։ Իսկ դու ինչ ես կարծում։ Հետաքրքիր մոտեցում, որ ես վերջերս կարդացի, որ պետք է ասել ոչ թե work-life balance, այլ work-life harmony։ Այսինքն, երբ որ դու հասել ես այն done level-ին, երբ որ քո մոտ աշխատանքն ու անձնական կյանքը այն հարմոնիկ վիճակում են, որ ներդաշնակություն կա այդ ամեն ինչի մեջ։ Այսինքն, դու կարող ես գնալ տուն, այս վերջերս կակրած մի երկու օր առաջ խորհուրդ տվեցի, որ շնչի արտաշնչի եւ աշխատանքը տուն մի տար, բայց աշխատանքի այդ վատ էմոցիան մի տար այնքանով, որ եթե դու զգում ես քեզ խանգարում է, դու գնում ես հիստերիկի պես հարձակվում ես քո բոլոր տնեցիների վրա, խնդիր ունես, չկա ներդաշնակություն։ Եթե դու կարող ես գնալ տուն ու քո երեխաները քեզ տեսնեն որպես կայացած մարդ, որ դու ինչ-որ մի բանի ես հասել, զարգանում ես, սովորում ես, ինչի՞ չէ, ինչ-որ մի կարճաժամկետ ինչ-որ մի բան արեցիր տանը, դրա մեջ ես վատ բան չեմ տեսնում, բայց ինքս օրինակ աշխատում եմ իրոք տուն չտանեմ, իրոք աշխատում եմ չաշխատել տանը, եթե անհրաժեշտությունը դրան չկա, բայց եթե կա, հոգեպես դրան պատրաստ ես։ Վերադառնանք հարցիդ, պիտի լինի ներդաշնակություն։ Իրար չխանգարեն, ես իրոք իմ աշխատանքը շատ սիրում եմ, իրոք իմ համար HR-ը դա պրոստը աշխատանք չի, դա ինքնակայացման, ինքնազարգացման, օգնելու, ինչ-որ մի բարի բան անելու, կառուցելու մասին է իմ համար, իմ աշխատանքը։ Դրա համար, եթե դու դրան հասնում ես, օրինակ իմ մոտ ես կասեմ, որ այ դրան մոտ եմ շատ կանգնած, լրիվ հլը չէ, լտեղ ունեմ ինչ-որ աշխատելու ինքսին վրա, աճելու, հասնելու, work-life balance-ը չեմ ընկալում, որտեղ միշտ կլինի հիմա եթե ես աշխատանքի տեղում եմ եւ ինձ անձնական մասով մի հատ պետք է շեղվել, մեր բոլոր աշխատողներն է դա գիտեն, որ դա հնարավոր է, հա նույնն էլ ես կարող եմ անել։ Եվ եթե տանն եմ պետք է աշխատանքին մի պահ անդրադառնաս, կանդրադառնաս։ Հետո գործնական կարևոր շրջաններ են գալիս, երբ օրինակ մարտահրավեր ունես, պետք է շատ աշխատես, հետո քիչ ապրես, ու այդտենց իմ կյանքն էլ է այդպես միշտ եղել ու կարծում եմ այդ դրան ված չեմ նայում իրական, բայց եթե չի խանգարում, չի բերում առողջության անկմանը, չի բերում ներվային իրավիճակին եւ հակառակը այն ինչ որ տանը տա կատարվում, դու աշխատանքում չես, այսինքն դու ֆիզիկապես մի հատ հավես բան կա, հա, եղիր այնտեղ որտեղ կաս, այսինքն ֆիզիկապես եթե դու այնտեղ ես, բայց դու հոգեպես տանն ես, ավելի լավ է դու գաս գործատուիդ հետ լինես անկեղծ, արձակուրդ վերցնես, օր վերցնես, ուղղակի ասես մի հատ օրինակ չգիտեմ, մեր HR-ում իրոք այդպես է, ցանկացած մարդ եթե զգում է, որ այդ օրը իրեն ուղղակի չի զգում, որ կարող է տա այն ներուժը, այն ներդրումը, այն ոնց որ վիխլոպը, որ ինքը պիտի տա, որ իրոք վիվան լինի ուժեղ, ինքը կարող է գալ, ասել, որ կլինի ես այսօր մի բան ոչինչ վերցնեմ, գնամ տուն, այսինքն օր, հա, ինչ որ մի օր վերցնեմ, ինչ որ մի ձևի կձևակերպենք, կհաստատենք, խնդիր չի, բայց մարդը մնա այնտեղ ու տանջվի հոգեպես ու լինի ուղեղով ուրիշ տեղ, իմ համար դա ուղղակի անընդունելի է։ Եվ ոչ միայն HR-ում, ես գիտեմ, որ այդպես է ամբողջ ընկերությունում։ Շատ լավ պատասխան էր։ Շնորհակալ եմ Մարիաննա ջան։ Ապրես։ Ինչ որ բան կմաղթես մեր դիտողներին, մեզ դիտողներին։ Դիտողներին կմաղթեմ հետեւյալը. հարցազրույցից վախենալ հաստատ պետք չի, եթե վերադառնանք մեր բուն նպատակին, պիտի հիշենք, որ հարցազրույցը դա երկկողմանի
հետաքրքիր իրադարձություն է ձեր կյանքում, ցանկացած տեխնացուի եւ գործատուի կյանքում, որովհետեւ հետաքրքիր է, այ կգնամ, ինչ կպատմեմ իմ մասին։ Մի հավես ամերիկյան հաղորդում էին նայում, բանը կովբոյսկի երաժշտության բան, դա քոուչները իրար հետ որ խոսում են, հետաքրքիր բան ասեց, որ միշտ այս խորհուրդը ինչ լսել եմ, բոլորին տալիս եմ ու ինքս ինձել եմ, իրականում ահավոր օգնում է։ Ասում է, ինչպես ես ուզում, որ քեզ հիշեն։ Դու ինչպես ես ուզում հիշվես։ Այդ հարցի պատասխանը ինքներդ ձեզ, որ հայլո առաջ կանգնեք ու հարցազրույցից առաջ տակ, բոլոր հարցերը կփակվեն, որովհետև ուզում եմ հիշվեմ, որ գնացի այնտեղ փնթի տեսքով էի, ուզում եմ հիշվեմ, որ հուշացած էի, ուզում եմ հիշվեմ, որ կոպիտ էի, աչքերի մեջ չէի նայում, իսկ այ կոնտակտը շատ կարևոր է, շատ էի ժպտում, հակառակ չէի ժպտում, վախեցած աչքերով էի նայում, ծամոն էի ծամում, կամ ինչ որ հեռախոսը զանգեց, մոռացել էի անջատել, ես ոնց եմ ուզում հիշվեմ։ Այդ նյուանսներ են, որոնք հետո դառնում են ոչ նյուանս։ Ուզում եմ, որ հիշվեմ ինչու եւ ինչպես։ Այդ մի քանի հարց պարզ, որ ինքն իրեն տեխնացուն հարցնի եւ պատասխանը տա, վստահ եմ շատ հետաքրքիր հարցազրույց կլինի։ Ի վերջո պիտի գնաս, որ հələ մի րոպե, հələ գնամ 7-ից ցույց տա։ Challenge, հա, մարտահրավերը, ոչ թե որ գնա ասի եկել եմ։ Թակավոր եմ կամ թագուի եմ, չէ, այդ բանը, հա մեկ է մի բան ասեմ, մուննաթ չլինի։ Մուննաթը ահավոր ներվայնացնող է։ Համահայկական մուննաթը, որ կա, Դե Գարիկ ջան ասա դե հիմա անցել ենք հաջորդ փուլը չենք անցել։ Հա, այդ մուննաթը տոնի մեջ ուղակի անընդունելի է երկու կողմից էլ։ Ասեմ հստակ, որ ինչ խոսում եմ, վերաբերվում է եւ տեխնացուին եւ հավաքագրող մասնագետին։ Իմ համար անթույլատրելի է լինել անհարգալից վերաբերմունք ցույց տալ, ուշացնել, տեխնացուին սպասեցնել 20000 տարի մի հատ էլ հələ ներողություն չխնդրել, անպատրաստ լինել, խոսել դույով, չի կարելի խոսել դույով տեխնացուի հետ, չի կարելի խոսել ջանով տեխնացուի հետ, ուղղակի չի կարելի, որովհետև դա պրոֆեսիոնալիզմի մաս է։ Ուրիշ բան արդեն 3-րդ, 4-րդ հարցազրույցն է, անցել եք ինչ որ փուլեր եք անցնում, արդեն ջանի ենք վերածվում, հա, բայց այդ հենց առաջի հարցազրույցի ժամանակ ինչ ջան, Սաղես ջան, բանը ջան Հայաստան ջան, բայց ամեն դեպքում պրոֆեսիոնալիզմը ոչ մեկ չի հələ բան արել, հա, պիտի իրեն ասել, դրա համար հետևես ուր ես գնում, ինչի ես գնում, ինչ նպատակի, այդ հարցերին որ պատասխանի տեխնացուներին ու հավեսով գնա, հետաքրքրություն պիտի շարժվի, այդ լույսը կվառի ինքնստինքյան վերադառնա մենք քո հարցին, թե ով պիտի լինի, այդ տեխնացուն պիտի լինի մարդ, որ ուզում է հիշվի որպես այն տեխնացուն, ում հաստատ պիտի վերցնենք աշխատանքի։ Տեխնացուն բերում է ասենց բանը, լուցկու այն չոփը, իսկ գործատուն բերում է տուփը։ Իրանք երկուսով եթե ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հանդիպում են կրակալի լույս։ Էդ ինչ հին բաներ հիշեցի։ Ուրա հիմա լուցկու տուփ։ Դե ինչ մարդկանց մաղթենք, որ լավ պատրաստվեն հարցազրույցի, հուսանք օգնեց հարցազրույցը, հարցազրույցը, մեր զրույցը օգնեց ձեզ լավ պատրաստվել հարցազրույցին։ Շնորհակալություն քեզ Մարիաննա ջան, կհանդիպենք։